Ձեզ եթերում Կիրակ Նորյա վերլուծականն է, ձեզ հետ Ֆրայր Թամրազյանն է։ Այս ողջ շաբաթվա ընթացքում Հայաստանը եւ ողջ հայկական աշխարհը շունչը պահած հետևում էր, թե ինչպիսի ավարտ կունենա Էրեբունու բարեկապահակային ծառայության շենքում պատանդարության ճգնաժամը, ինչպես կվարվեն Սասնա Ծռեր անվանվող զինյալ խմբի անդամները երկու բարձրաստիճան սպայի եւ երկու շարքային ոստիկանի հետ։ Արդյոք կլինեն նոր զոհեր։ Իրադրությունը ծայր աստիճան սրվեց հուլիսի 19-ին այն բանից հետո, երբ ՊՊՑ շենքից լսվեցին կրակոցներ։ Ցուցարարները կարծեցին, թե ոստիկանությունը գրոհ է ձեռնարկել զինյալների վրա եւ սկսեցին հարվածել ոստիկանական շարքերին, սակայն զինյալները իրենց աջակիցների միջոցով հայտնեցին, որ ոչ թե կրակում էին, այլ նախազգուշական կրակոցներ էին արձակում, որպեսզի ոստիկանությունը չհարձակվի մարդկանց վրա։ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եկավ այնտեղ եւ փորձում էր միջնորդել զինյալների եւ ոստիկանության միջև։ Ներսում որևէ բախում չի եղել։ Ես նոր զանգեցի Վարուժան Ավետիսյանի հետ խոսեցի եւ ինքը ասեց հետեւյալը. կրակոցների հեղինակները իրենք են, իրենք օդ են կրակել, դրանով ասեց, որ իրենց բողոքն են արտահայտել այն կապակցությամբ, որ երեք այսօր ոստիկանությունը խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառել, բռնություն է կիրառել եւ նրանք պահանջում են, որպեսզի ոստիկանությունը ուժ չկիրառի ցուցարարների նկատմամբ։ Հետո պարզվեց, որ Սարի թաղում բախումներ են եղել ոստիկանության եւ Սարի թաղի բնակիչների միջև։ Բնակիչներն այստեղ զրկվել էին գազի մատակարարումից եւ ջրի մատակարարումն էլ խիստ սահմանափակվել էր եւ մարդիկ պարզապես վրդովված փորձում էին իրենց բողոքը հայտնել այնտեղ հավաքված ոստիկանությանը, սակայն վիճաբանությունը վերածվեց բախման։ Իմ լսելով իջնում են այդտեղ, ասում են թողեք անցնենք, չեն թողե, ինչ որ մի օրգանի աշխատող քաշքշել, այդտենց սկսել են իրար խփել, այդքան մի բան։ Հա, այնպես որ մարդիկ չեն սկզբից միջամտել, օրգանն է սկզբից միջամտել, ու այդտենց ահագին կռիվ դավի, ծեծոցի։ Տրանսպորտ չկա, գազը չկա, ջուրը կտրել էին, ամեն ինչը սենց փակուղու մեջ է։ Խոսել են, որ ինչ է այս վիճակը, դուբինկայով խփել են, տեղից է կռիվը սկսվել է։ Պրեզիդենտ Նովա միա չի կարա ասենք թե բան անի, ինքը հարցազրույց տա։ Ժողովրդի հետ ինչ հարցեր ունեք, ասի։ Ինչ համար ենք ապրում։ Պահանջում են նախագահի հրաժարականը, ճիշտ պահանջ է, ինչ այլ է։ Թող կատարեն ժողովրդին, մի հատ խելացի մարդ ընտրեն նորից, այս պետությունը ղեկավարեն։ Խորենացի փողոցում հուլիսի 20-ին իրադրությունը կրկին սրվեց այն բանից հետո, երբ ցուցարարները փորձում էին սնունդ հասցնել զինյալներին եւ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ բանակցություններ էին վարում զինյալների հետ, որոնք հայտնել էին իրենց աջակիցներին, թե սննդի կարիք ունեն։ Խորենացի փողոցում կանգնած ցուցարարները կարծելով, թե ոստիկանությունը ցանկանում է գրոհել բարեկապահակային ծառայության շենքի վրա, փորձում էին ճեղքել ոստիկանության շղթան, սկսվեց հրմշտոց, բախումներ ոստիկանության հետ, եղան վիրավորներ, բերման ենթարկվեցին ցուցարարներ, բախումների հետևանքով տուժեցին տասնյակ ցուցարարներ եւ ոստիկաններ, հիվանդանոց եւ այլ բուժ հիմնարկներ դիմեց 51 տուժած
նրանցից 29-ը ոստիկան։ Իսկ հա արդեն հուլիսի լույս 21-ի գիշերը ոստիկանությունը հայտնում է, որ իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար վտանգավոր եւ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքի կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի վարչության տարածքային բաժիններ են բերվել 136 քաղաքացիներ։ Ոստիկանության տարածքային բաժիններ, այլ նաև զորամասեր, ինչը հակաօրինական էր։ Hangist! Քայլեք, հանգիստ! Այս է ցնանում է ղեկավարը։ Այս ռեժիմը։ Այսինչ։ Սակայն այս ամենին զուգահեռ նաև բանակցություններ էին ընթանում զինյալների եւ իշխանությունների միջև։ Երկրի բարձրագույն ղեկավարությունը մի քանի օր լռում էր, հետո առաջինը լռությունը խախտեց վարչապետ Հովիկ Աբրամյանը, ասելով, թե իրադրությունը շատ լուրջ է եւ մտահոգիչ։ Վարչապետից հետո խոսեց երկրի նախագահը։ Երկու ղեկավարներն էլ խուսափեցին օգտագործել ահաբեկիչ բառը, ինչը առաջին անգամ շրջանառության մեջ դրեց ազգային անվտանգության ծառայությունը։ Հայաստանում բռնի ուժով, հարձակումով, պատանդ վերցնելով հարցեր չեն լուծվելու եւ դա երբեք մենք թույլ չենք տալու։ Այս իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի Հայաստանի եւ մեր հասարակության, պետության, հասունության կարևորագույն քննություն։ Ոստիկանության բարեկապահական գնդի տարածքը գրաված զինյալներին կոչ եմ անում ցուցաբերել զսպվածություն եւ իրենց սադրիչ գործողություններով չվտանգել ուրիշների կյանքը։ Պատանդները պետք է ազատ արձակվեն։ Զինված խումբը պետք է վայր դնի զենքը։ Հետագա հանգուցալուծումը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետության սահմանադրության եւ օրենքների խստիվ պահպանմամբ։ Անձնական վրեժխնդրության բոլոր փորձերը կասեցվելու են օրենքի ուժով։ Այո, Հայաստանում դժգոհներ շատ կան, սակայն թող ոչ ոք չսխալվի եւ չմտածի, որ կարող է որևէ առիթ կամ պատճառ շահագործել մեր պետականության հիմքերը քայքայելու համար։ Հորդորում եմ մեր հանրության բոլոր ներկայացուցիչներին իրենց քաղաքական եւ քաղաքացիական իրավունքները իրացնել բացառապես խաղաղ եւ օրենքի շրջանակներում։ Հորդորում եմ նաեւ, որ տուրք չտան ծայրահեղ քայլեր եւ սադրանքներ հրահրող անձանց առաջարկներին եւ գաղափարներին։ Դա հղի է նոր մարդկային կորուստների լուրջ վտանգով։ Հորդորում եմ, որ յուրաքանչյուր ոք գիտակցի այդ սադրանքներից եւ ծայրահեղ քայլերից բխող իրական վտանգները։ Հանձնարարում են ձեզ իրապահ մարմինների ղեկավարներից, որպեսզի ձեր գործունեությունը շարունակեք իրականացնել խստագույն զսպվածությամբ օրենքի շրջանակներում։ Մենք շարունակում ենք ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները իրավիճակին վերջնական խաղաղ հանգուցալուծում տալու համար։ Կրկին կոչ եմ անում զինված խմբին ժամ առաջ վայր դնել զենքը։ Մենք գործում ենք եւ գործելու ենք համբերատար մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու
կյանքը եւ առողջությունը թանկ է մեզ համար։ Մենք չենք գնացել այսպիսի իրավիճակներում դասական համարվող ճանապարհով, սրանով մենք հնարավորություն ենք տվել զինված խմբին ետ քայլ կատարելու համար։ Հուսով եմ, որ նրանք կսթափվեն։ Բայց մենք իրավունք չունենք թույլ տալու, որ մեր ողջ հանրությունը այս լարվածության պատանդը դառնա։ Կարծում եմ, որ այս իրավիճակն արդեն ավելի երկար է տևում, քան մենք կարող ենք մեզ թույլ տալ։ Ապրիլ ամսից դեռ այնքան շատ ժամանակ չի անցել, որպեսզի մեր հասարակությունը իրեն թույլ տա մոռանալու տեղի ունեցածի մասին։ Հետո պարզվեց, որ պատանդներին ազատ արձակելու համար գործադրվում են միջնորդական ջանքեր։ Սկզբում ազատ արձակվեցին 2 շարքային ոստիկաններ, հետո արդեն 2 բարձրաստիճան ոստիկաններ։ Պատանդների ճգնաժամը հարթվեց շնորհիվ Ղարաբաղյան պատերազմի հերոս գեներալ Վիտալի Բալասանյանի միջնորդության։ Երևան քաղաքի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը եւ Հայաստանի ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը ազատ արձակվեցին։ Վիտալի Բալասանյանին միջնորդությամբ զինյալների հետ բանակցում էր ԱԱՑ տնօրեն Գեորգի Կուտոյանը։ Զինյալները դրա փոխարեն պահանջել են ստեղծել մեդիա կենտրոն, մամուլի կենտրոն, որպեսզի լրագրողները կարողանան զրուցել իրենց հետ։ Սասնա ծռերը ցանկանում են, որ այդ մեդիա կենտրոնը գործի ամեն օր։ Շաբաթ օրը մեր նկարանող խումբը նույնպես գնաց ՊՊՑ տարածք եւ հնարավորություն ունեցավ տեսնել ու լսել զինյալներին։ Զինյալների խոսնակ Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ չեն պատրաստվում վայր դնել զենքերը եւ որ շարունակելու են պայքարը մինչև Սերժ Սարգսյանը հրաժարական չտա։ Նրանք նաև պահանջում են ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին եւ Խաղ բանտարկյալներին։ Իսկ գրոհելուց նրանք չեն վախենում, քանի որ գրոհի դեպքում իրենք պատրաստ են հակահարված տալ։ Զինյալները հայտնում են, թե այլևս չեն համարում Վիտալի Բալասանյանին միջնորդ, քանի որ նա խախտել է պայմանավորվածությունները։ Ասացիք, որ Ժիրայր Սեֆիլյանի հետ քննարկել եք զենքերը վայր դնելու հարցը։ Սեֆիլյանը ինչպես է արձագանքել։ Սեֆիլյանը շատ դրական է արձագանքել, պատրաստ է ճիշտն ասած, բայց Սեֆիլյանը մի քանի հարցեր է առաջ քաշել, երևի այդ հարցերը պատկան մարմինները կպատասխանեն։ Ինչ։ Ոչ, չի կարելի մանրամասնել, որովհետև դա հարցեր է, որոնք որ չի կարելի այս պահին հրապարակել, որովհետև այդ դետալների ծրերի անդամների տեսլականը հանգուցալուծման հետ կապված համընկնում է, թե տարաձայնություններ ունենք։ Հիմա այս պահի դուրությամբ կարող է տարաձայնություններ լինի միանշանակ, որովհետև մարդիկ, որոնք որ այս ակցիան կատարել են, ես կարծում եմ, որ տղաները իրենց առաջի փուլ ակցիան կատարել են գերազանց, ըստ իրենց, ես էլ կարող եմ գնահատական տալ, իհարկե չի կարելի այսպիսի ակցիաներ միանշանակ, դա բոլորս պետք է դատապարտենք, հիմա մարդիկ կան, որ մտածել են այդ ճանապարհով ակցիա անել, հա։ Պահանջը, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի անհրաժեշտություն այսօր Հայաստանում կա։ Ես եւ Ժիրայր Սեֆիլյանը եւ այդ տղաները, որոնք գտնվում են մեր կողքին, նրանք մեծամասնությունը հրաժարվել են Սերժ Սարգսյանի հրաժարականից, բայց կան մարդիկ, որոնք որ պնդում են։ Իսկ կարող եմ ասել պաշտոնական, որ քիչ առաջ էլ մենք կես ժամ առաջ Ժիրայր Սեֆիլյանը ասեց, ես հրաժարվում եմ Սերժ Սարգսյանի հրաժարականից։ Ես ճիշտ հասկացա, դեռ քրտակեցնեք, Սասնա ծռեր խմբի անդամների մեջ կան մարդիկ, որոնք այլևս չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ոչ, դա մեծամասնությունը պահանջում է խաղբանտարկյալների ազատ արձակում միանշանակ, մեծամասնությունը պահանջում է այս օրերին, այդ դեպքի օրերի ինչ որ մարդիկ են ձերբակալվել տարբեր, չգիտեմ ինչ որ մեկը որպես օժանդակող կամ նախկին նախախորհրդարանի անդամ եւ այդ ձերբակալությունները չշարունակեն եւ նրանց ում ձերբակալել են, այսինքն չեն կատարել այնպիսի հանցանք, որը թերեորեն հետապնդելի է կամ ծանր մարմնական վնասվածքներ չեն հասցրել, այդ մարդկանցը լուծում տան։ Սա առաջին դա առաջարկությունն է այդ զինված տղաների։ Նորից եմ ասում։ Կան, ես անուններ չեմ շոշել, դատավոր չեմ միանշանակ ասեմ, դա չի նշանակում, որ շփվել եմ բոլորի հետ, պետք է բոլորի կարծիքի իմ համար լինի ինչ որ դողմա,
Եվ ես ինձ իրավունք չեմ վերապահում բարոյական, որպեսզի ուրիշները տեղացնեմ, երեք ասել է այսօր կասեց այն, իրադրություն կփոխվի եւ ինքը ընդհանրապես ուրիշ բան կասես։ Ամեն մի րոպե, մի քանի օր առաջ, րոպեների ընթացքում իրադրություն է փոխվել։ Զինյալների խոսնակ Վարուժան Ավետիսյանը ու նաև Պավլիկ Մանուկյանը քննադատեցին Նիկոլ Փաշինյանին, մեղադրելով նրան այս իրավիճակը իր քաղաքական նպատակներին ծառայեցնելու մեջ։ Ուրեմն ընդվզումը սկսել ենք մենք, ընդվզումը սկսվել է զինված ապստամբության դիմելու մեթոդով, որին պարոն Փաշինյանը եւ բոլոր մնացած երրորդ հանրապետության քաղաքական գործիչները դեմ են եւ ունակ էլ չեն դրան եւ այսօր պարոն Փաշինյանի կամ որևէ մեկ այլ գործչի կողմից այդ ընդվզումը եւ դրան հաջորդած ժողովրդական սկսվող շարժումը յուրացնելու այդ շարժման ընթացքը եւ արդյունքները անձնական, կուսակցական կամ այլ նեղ նպատակներով ծառայեցնելու հանգամանքը շատ վրդովեցուցիչ է, վիրավորական մեր ժողովրդի համար եւ դատապարտելի է։ Դրան հակադարձեց քաղաքացիական պայմանագիր կուսակցության լիդերը, ասելով, թե ինքը թողնում է հարթակը Սասնա ծռերի կողմից լիազորված խորհրդին։ Ուրեմն որ ամսի 20-ին ինչ որ մարդիկ ուզում էին, որ այստեղ արյուն հղվի։ Ինչի համար են դա ուզում, որ իրենց ձեռները դրա վրա տաքացնեն, հիմա այս հարթակը կդատարկվի եւ թող ղեկավարեն նրանք, ովքեր ուզում են ղեկավարել։ Բայց չի լինի այնպես, որ որևէ մեկը մտածի, թե կարող է մեզ ստիպել, հրաժարվել մեր սկզբունքներից, մեր հավատանքից, մեր ճանապարհից, մեր համոզմունքից, նրանք ովքեր մտածում են, այդպես թե դա հնարավոր է, զենքի ուժով, թե որևէ այլ բանի ուժով, նրանք ուղղակի չգիտեն, թե ում հետ գործ ունեն։ Ես ձեզ ասում եմ պատասխանատու, մենք չենք հրաժարվի մեր սկզբունքից, մենք չենք հրաժարվի մեր պայքարից, մենք չենք գնա կիսատ գործարքների։ Այսպես կոչված մամուլի չեզոք գոտում զինյալներից մեկը քննադատեց Նիկոլ Փաշինյանին եւ ընդհանրապես բոլոր քաղաքական գործիչներին, ասելով, թե ինքը վստահում է միայն Զարուհի Փոստանջյանին։ Այժմ Կիրակնորյա վերլուծականի հյուրն է ազգային ժողովի ժառանգություն խմբակցության պատգամավոր, խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։ Հիմա մենք հնարավորություն կունենանք նրա հետ ճշտելու որոշ հարցեր, հասկանալու, թե ինչ է կատարվում այստեղ Երևանում, ՊՊՑ-ում եւ ընդհանրապես կխնդրենք նրան գնահատել այս իրավիճակը։ Ես պարզապես կխնդրեի ասել, այդտեղ է Զարուհի Փոստանջյան։ Նաև կարող եմ ասել, որ այսօր Ժիրայր Սեֆիլյանը ընդհանրապես այս զինյալների խոսնակը եւ զինյալների ներկայացուցիչները երեք հայտնում էին, որ իրենք չեն վստահում այլևս Վիտալի Բալասանյանին, որովհետև նա այնքան էլ ճիշտ չէր, երբ ասաց, թե Ժիրայր Սեֆիլյանը հրաժարվել է նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից։ Վիտալի Բալասանյանը երեք ասել էր, որ զինյալների մի մասը նույնպես հրաժարվել է նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջից, սակայն թե Վարուժան Ավետիսյանը եւ թե Պավլիկ Մանուկյանը ասացին, որ դա ճիշտ չէ, չի համապատասխանում իրականությանը եւ որ նա առաջարկեց լրագրողներին գնալ եւ հարցնել հերթով բոլոր զինյալներին, թե արդյոք նրանք հրաժարվել են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականից, թե ոչ։ Մի խոսքով զինյալները ասացին, որ իրենք միահամուռ են, համամիտ են այն հարցում, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը մնում է իրենց օրակարգում եւ Ժիրայր Սեֆիլյանն էլ ընդհանրապես չի հրաժարվել այդ պահանջից։ Բացի այդ, այսօր հայտնի դարձավ եւս մի տեղեկություն տարածվեց Վիտալի Բալասանյանի միջոցով, Armenpress-ը տարածեց այն տեղեկատվությունը, թե նախագահ Սերժ Սարգսյանը ասել է, որ եթե զինյալները վայր դնեն զենքերը, ապա Ժիրայր Սեֆիլյանն իր մոտ կհրավիրի Ժիրայր Սեֆիլյանին եւ նրա հետ կքննարկի
հեռանկարները, իր հետագա պլանները։ Մենք հնարավորություն չունենք, իհարկե չենք ունեցել այսօր զրուցելու Վիտալի Բալասանյանի հետ եւ այնպես որ չենք կարող հաստատել այս տեղեկությունը։ Հիմա մեզ մոտ արդեն Կիրակնորիայի ստուդիայում է Զարուհի Փոստանջյանը։ Տիկին Փոստանջյան, բարև ձեզ։ Բարի երեկո։ Շնորհակալ ենք, որ եկաք, ժամանակ գտաք, գիտենք, որ դուք էլ շատ խիստ զբաղված եք այս ճգնաժամը ձեզ նույնպես զբաղեցրել է շատ։ Եվ հիմա ես պարզապես քիչ առաջ ասացի, որ զինյալները հատկապես վստահում են ձեզ եւ ասում են, որ մենք միայն Զարուհի Փոստանջյանին ենք վստահում, մնացածները նրանց կարծիքով չեն ներկայացնում ժողովուրդը, մոտավորապես այսպիսի ձևակերպումով նրանք խոսեցին այս մասին։ Հիմա կարող եմ ձեզ հարցնել, ինչու են նրանք վստահում ձեզ, Տիկին Փոստանջյան, եւ ինչու չեն վստահում մյուսներին։ Եվ եթե կարող եք, ինչով եք դուք շահել նրանց վստահությունը։ Նախ եկեք մի շտկում ես մտցնեմ զինյալներ բառի հետ կապված, որովհետև այդպես պետք չէ կոչել իրենց, նրանք կարող եմ ասել, որ ապստամբներ են եւ ապստամբել են, քանի որ իրականացնում են իրենց պարտականությունը, որը մեր սահմանադրությամբ ամրագրված է, ինչպես դուք գիտեք, մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում դա հանրահռչակ դրույթ է, որից նրանք օգտվել են եւ այդ հանրահայտ հռչակված դրույթը հետեւյալն է ասում, որ ցանկացած ոք իրավունք ունի ապստամբելու, երբ սպառվել են բոլոր միջոցները բռնակալության դեմ եւ ճնշումների դեմ։ Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում տարիներ շարունակ գործում է բռնակալական ռեժիմ եւ այդ ռեժիմի դեմ տարվել է զանազան պայքար, տարվել է տարբեր ձևերով, տարբեր միջոցներով, փորձել են ընտրությունների միջոցով փոխել այս բռնազավթիչ իշխանություններին, բռնակալներին, մինչդեռ դա մեզ չի հաջողվել, փորձել են գնալ դատարան, դա մեզ չի հաջողվել, փորձել ենք ցույցերի, երթերի, տարբեր ընդվզումների միջոցով դա իրականացնել, դա մեզ չի հաջողվել։ Եվ փաստորեն այս խումբը որոշել է դիմել վերջի միջոցի ապստամբության, որը նաև պարտականություն է։ Այսպես նախ այդտեղ ես շտկում մտցնեմ, իսկ հետո ինչ վերաբերվում է վստահությանը, ապա բոլոր այն անձինք, ովքեր կհայտարարեն, որ կողմնակից են, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է տեղի ունենան արտահերթ թե խորհրդարանական, թե նախագահական ընտրություններ։ Սերժ Սարգսյանը պետք է տա հրաժարական, եւ պետք է գործի ժամանակավոր կառավարություն, որը պետք է սպասարկի ապագա օրինական ընտրությունները, այս ժամանակ հավանաբար բոլոր նրանք, ովքեր կհայտարարեն, որ սրա կողմնակիցն են եւ այս գործընթացներն են սպասարկելու, նրանք բոլորը կվստահեն, այսինքն վստահություն կունենան ոչ միայն մեր այդ հայրենակիցների կողմից, ովքեր որ այս պահին ապստամբության առաջի գծում են, այլ նաև բոլոր հայրենակիցների կողմից։ Տիկին Փոստանջյան, այսինքն դուք ճիշտ եք համարում պայքարի այս ճանապարհը, զինված պայքարը, պատանդառությունը, հիմա փաստորեն ամբողջ մի գունդ է պաշարված, որտեղ հսկայական, ոչ թե գունդ, այլ շենք, որտեղ հսկայական քանակությամբ զենք է պահվում, որը կարող է շատ վտանգավոր լինել ընդհանրապես քաղաքի համար, քաղաքի բնակչության։ Ես պարզապես ներկայացնում եմ իրավիճակը եւ ուզում եմ հասկանալ ձեր գնահատական այս իրավիճակին։ Նախ պետք է ասենք, որ ապստամբներ այնտեղ չկան, այսինքն կներեք, ապստամբներ չէ, պատանդներ այնտեղ չկան, արդեն իսկ պարզ է, որ… Հիմա չկան, այո, պատանդներ չկան։ Եվ մեկ զոհ է եղել, Տիկին Փոստանջյան։ Մեկ զոհ ունենք եւ ունենք նաեւ ապստամբների կողմից ծանր վիրավոր, որը գտնվում է Էրեբունի հիվանդանոցում։ Մենք հասկանում ենք, որ դա տեղի է ունեցել
ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ ապստամբել են, այլ այն պատճառով, որ Սերժ Սարգսյանը բռնազավթել է իշխանությունը։ Սա միանշանակ է։ Հետևաբար խոսել այն մասին, որ տեղի է ունենում ինչ-որ պատանդների վերցնել կամ չգիտեմ ինչ-որ շինություններ են վերցրել, ես պետք է ասեմ, որ նրանք բարձրունք են գրավել, որը հնարավորություն է մեզ ընձեռնում ազատագրվել այս ռեժիմից։ Սա է ամբողջ տրամաբանությունը եւ էությունը։ Իբրև պատգամավոր նաև դուք նաև իրավաբան եք, կա նաև պայքարի սահմանադրական ճանապարհը, Սա սահմանադրական ճանապարհ է, ապստամբությունը տեղի է ունենում օրենքի սահմաններում, եթե տարիներ շարունակ 1996 թվականից սկսած Սերժ Սարգսյանը մասնակից է եղել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, խաղաղ ցուցարարների նկատմամբ, բռնության կիրառմանը, զենքի գործադրմանը 96 թվականից սկսած ընդհուպ առ այսօր մենք ականատեսն ենք լինում, թե ինչպես են խաղաղ ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառում եւ այս վերջի օրերին Սերժ Սարգսյանի կողմից բավականին շատ արյուն է թափվել մեր խաղաղ ցուցարարների նկատմամբ ինչպիսի բռնություն է տեղի ունենում, մենք ենք այսօր պատանդները, հայ ժողովուրդը եւ այսօր պատանդ է հայրենիքի ազատագրման գործընթացը իր ձեռքում։ Ոչ միայն ազատագրման գործընթացն է պատանդի կարգավիճակում այսօր իր ձեռքում, այլ նաեւ այն, որ նա պատրաստվում է մեր հայրենիքի մի մասը փաստորեն հանձնել թշնամուն։ Սա էլ է այսօր օրակարգում։ Հետևաբար այս ապստամբությունը ժողովրդի ապստամբություն է եւ մենք պետք է սա դիտարկենք հենց այդ տեսանկյունից։ Եվ իհարկե չունենք որևիցե նահանջ, եթե մենք չապստամբենք, չգնանք այս ճանապարհով, ապա կորցնում ենք ամեն ինչ։ Այն արտագաղթը այսօր, որ գոյություն ունի Հայաստանում, որի պատճառով միլիոնավոր քաղաքացիներ այսօր Հայաստանի Հանրապետությունից դուրս են, սա նշանակում է, որ մենք եթե չես ապստամբում, ուրեմն դու էլ փաստորեն քո փայաբաժին կարսը հանձնում ես առանց կրակոցի, ինչպես ասեց նաև ապստամբներից մեկը երիտասարդ Գյուրեղյանը։ Հետևաբար մենք բոլորս պետք է գիտակցենք եւ հասկանանք մեր բաժին կարսը մենք առանց կրակոցի չպետք է հանձնենք, այսինքն բոլորս պետք է ընդվզենք եւ սա հնարավոր է խաղաղ ճանապարհով առանց ավելնորդ, որովհետեւ շատ ենք արյուն թափել, առանց ավելնորդ արյուն թափելու, հենց խոսքը դրա մասին է, Տիկին Պոստան ջան, ինչպես անել, որ այս զոհեր չլինեն։ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, միակ տարբերակը դա է։ Հիմա իրենք ասում են, եթե գրոհ լինի, ապա կլինի հակառակ ուրեմն գործողություններ եւ իրենք ունեն բավարար միջոցներ ցանկացած գրոհի դիմակայելու համար, դա նշանակում է, որ նոր զոհեր։ Հետևաբար Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տա, այսինքն պահանջը, որը ժողովրդի պահանջն է, այս խմբի կողմից բարձրացված, մեր ազգի նվիրալների կողմից բարձրացված այս պահանջը պետք է բավարարվի եւ դառնա իրականություն։ Մենք այլ տարբերակ չունենք, պետք է ձևավորվի գոնե առնվազն այս պահի դրությամբ ժամանակավոր անցումային կառավարություն, որը պետք է սպասարկի նոր խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ։ Լավ, հարցս հետեւալ կերպ ձևակերպեմ։ Զինյալները հրաժարվում են, զինված խումբը, Սասնա ծռերը հրաժարվում են վայր դնել զենքերը, իսկ նախագահ ինչ անել այս դեպքում, ինչպես դուրս գալ այս ճգնաժամից։ Դուք սխալվում եք, Հայաստանի Հանրապետությունում նախագահ չկա, արդեն բավականին երկար ժամանակ է նախագահ չկա, երբ մենք ունենայինք նախագահ, ով պատասխանատու է հայ ժողովրդի անվտանգության համար, ապա չէր հայտարարի, որ 800 հեկտար հողատարածքը, որը այսօր գտնվում է թշնամու ձեռքում, նա չի պատրաստվում ազատագրել։ Հետևաբար սա խոսում է բացի այդ, նա չի իրականացնել համապատասխան պաշտպանություն։ Տարիներ շարունակ նա չի զինել մեր ազգային բանակ, ազգային զինված ուժերը համապատասխան զենքով եւ մենք մնացել ենք 80 թվականի զենքի հույսին։ Այսինքն նա մեկ օր բացի այդ, այս վերջի քարորյա պատերազմի ժամանակ նա
մեկ օր պաշտպանության հրաման չի տվել եւ չի իրականացրել եւ մեր զինվորները հենց առաջի օրն են հիմնականում զոհվել եւ հենց դա է պատճառը եղել, որ կարողացել են նաեւ 800 հեկտար հողատարածք նրանք թշնամին գրավի եւ այս պարագայում խոսել նախագահի մասին դա ուղղակի անթույլատրելի է, որովհետեւ մենք չունենք նախագահ, այլևս Հայաստանի Հանրապետությունը նախագահ չունի, միակ ելքը այս վիճակից դուրս գալու համար դա Սերժ Սարգսյանի հեռացումն է։ Տիկին Պոստանջան, եւ Նիկոլ Փաշինյանը երեկ ասում էր, որ այնտեղ որտեղ բռնություններ են գործադրվում, այնտեղ որտեղ կան հարբածներ, չգիտեմ, խուլիգաններ, հայհոյանքներ, ինքը այնտեղ իրեն չի պատկերացնում, այնտեղ չի ուզում լինել այնտեղ։ Ձեր կարծիքը, դուք ինչ եք մտածում այդ մասին։ Գիտեք, այսօր Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում կան եւ հարբածներ, եւ խուլիգաններ, եւ հանցագործներ, մենք իրա հետ այնտեղ ենք։ Հետևաբար ես չգիտեմ ինքը ինչ ի նկատի ունի հստակ, բայց պետք է ասեմ, որ Հայաստանի Հանրապետության ազգային ժողովը հարբածների, խուլիգանների, հանցագործների վայրն է, կենտրոնն է։ Եվ այսպիսի մի հարց, հիմա Նիկոլ Փաշինյանը իր հասցեին քննադատություն լսելուց հետո հայտարարեց, թե զիջում է հարթակը Սասնա ծռերի կողմից լիազորված խորհրդին, որի նրանց թվում էր նաև Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը։ Հիմա կարելի ասել, որ Ժառանգություն կուսակցությունը լիազորված է մաս կազմելու այդ նորաստեղծ խորհրդի եւ լիազորված է Սասնա ծռերի կողմից լինելու այդ խորհրդի անդամ։ Դուք այսինքն ունեք այդպիսի լիազորություն։ Ես միանշանակ կարող եմ ասել, անունը ինչ ուզում ենք մենք դնենք, ինչ խորհուրդ լինի, ինչպիսի անվանում նա ունենա, ովքեր ներգրաված լինեն այդ խորհրդի մեջ, ինչ քաղաքական ուժերը, որ ներգրաված լինեն, այդ քաղաքական ուժերը ունեն առնվազն օրակարգ մի քանի կետից։ Առաջի թիվ 1 կետ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, թիվ 2 կետ պետք է ձևավորվի ժամանակավոր կառավարություն, որը պետք է ունենա վստահություն հանրության լայն շրջանակում։ Երրորդը, այդ վստահելի կառավարությունը առնվազն պետք է միջոցներ գործադրի, որպիսի հավասար թափանցիկ պայմաններում անցկացվեն Հայաստանի Հանրապետությունում արտահերթ թե խորհրդարանական, թե նախագահական ընտրություններ։ Սրանք պետք է լինեն առաջնային նվազագույն այդ հարթակի օրակարգը։ Կարևորը դա է, թե ովքեր են այդ անունները, որ քաղաքական ուժերն են, դա այդքան կարևոր չէ։ Կարևորը, որ այս օրակարգը պետք է պարտադիր սպասարկվի։ Մենք այլընտրանք չունենք ճգնաժամից դուրս գալու համար։ Շատ լավ, հիմա մեզպիսի հարց, Տիկին Պոստանջան, մենք տեսնում ենք, որ իրավիճակը գնալով բոլորովին չի բարելավում ՊՊՑ-ի շենքում, Սասնա ծռերը չեն պատրաստում հանձնվել, նրանք ասում են, որ մնալու են այստեղ, շարունակելու են այս պաշարումը եւ շարունակելու են պահանջել հրաժարականը։ Մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ այդտեղ այդ հարևան տարածքում ցույցերը մեկ բազմամարդ են լինում, մեկ այս սակավաթիվ են լինում, հարթակ են բարձրանում տարբեր քաղաքական ուրեմն նախապատվություններ ունեցող մարդիկ, խայտաբղետ քաղաքական այսպես ներկապնակ, հիմա դուք պատրաստվում եք գնալ այնտեղ եւ ձեր աջակցությունը ցույց տալ այդ խաղաղ ցույցերին եւ ընդհանրապես ինչպես եք պատրաստվում ներգրավել այս գործընթացին։ Այն ինչ որ քիչ առաջ ասացիք, թե ինչպես պետք է լուծել այս ճգնաժամը, ինչ եք պատրաստում դուք անել գործնականում, ինչպես եք դուք պատկերացնում ձեր մասնակցությունը այս գործընթացին։ Ես նշեցի, որ նվազագույնը այդ կետերը պետք է միանշանակ հարթակից հրապարակվի։ Կարևոր չէ ես կանեմ դա, թե մեկ այլ անձ կանի, կարևորը այդ կետերը պետք է հրապարակային արդեն հանրության սեփականությունը դառնան։ 1. Երկրորդը մենք պետք է ունենանք մեր ազգային անվտանգության տեսլականը նաև հրապարակված այդ հարթակից։ Այդ մեր ազգային անվտանգության տեսլականը պետք է ներառի, որ մենք որևիցե տարածք հանձնելու հնարավորություն չունենք։ Եթե խոսում ենք ինչ-որ սկզբունքներից, եթե խոսում ենք ինչ-որ փաստաթղթերից, ապա մենք պետք է վերադառնանք 100 տարի առաջ, այսինքն առաջի համաշխարհային պատերազմից հետո
գծագրված աշխարհաքաղաքական կարգի անարդարացի հետևանքներին եւ իհարկե պետք է վերադառնանք այն մեկ իրավական փաստաթղթին, որը այսօր օրինական միակ ուժ ունեցող փաստաթուղթը դա Սևրի պայմանագիրն է։ Եթե մենք խոսում ենք ինչ-որ տարածքների մասին, եթե մենք խոսում ենք մեր հայրենիքի բռնազավթման մասին, եթե մենք խոսում ենք մեր քաղաքական հայտի մասին, ապա պետք է վերադառնանք 100 տարի առաջվա տեղի ունեցող միակ իրավական ուժ ունեցող փաստաթղթին եւ մեկնարկը տանք այդտեղից։ Մենք որևիցե զիջում կամ հող հանձնելու տարբերակ մենք չունենք։ Մենք ունենք այսօր պետականություն, որը ունի երկու վարչատարածքային միավորի տեսք, դա Արցախի եւ Հայաստանի Հանրապետություններն են, եւ ունենք անվտանգության խնդիր, որը տարածվում է 42000 առնվազն այս պայդրությամբ 42000 քառակուսի կիլոմետր տարածքի վրա։ Մենք այս տարածքը նվազեցնելու հնարավորություն չունենք։ Լավ, շատ շնորհակալություն Տիկին Փոստանջյան, ես հուսով եմ, որ մենք առաջիկայում նույնպես կլսենք ձեզ, այս ճգնաժամի վերաբերյալ ձեր կարծիքը կլսենք, շնորհակալություն, ստեցություն, հիմա մենք տեղափոխվենք Խորենացի փողոց, այնտեղ Արտակ, դու այնտեղ ես, Արտակ? Հարկված Արցախյան ազատամարտի հրամանատարներից մեկը Սիսյանի ջոգադի հրամանատար Աշոտ Մինասյանը։ Աշոտ Մինասյանը եկել էր հանդիպել տղաներին, ինչպես այլ ճանաչված եւ մենք հիմա գտնվում ենք Խորենացի փողոցում, այստեղ ելույթ է ունենում հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ալեն Գենիգոմշյանը, առաջարկում եմ լսենք նրա ելույթը, նա քիչ առաջ բանակցություններին էր անդրադառնում։ Իմանա, որ դրաներին հոգեբանական ասացիությամբ ոչ մի արդյունք չի ստացվի։ Դրաները գիտեն, թե ինչի համար են պայքարել եւ իրենք պատրաստ չեն զիջման։ Եվ ինչքան ժողովրդական, ինչքան մեր ժողովուրդը իր աջակցությունը եւ զորակցությունը հայտնի այդ տղաներին, այնքան մեր բոլորի նպատակները կմոտենան իրականությանը։ Ես նաեւ հայտնեմ, որ այս ամբողջ օրերի ընթացքում բռնադիրական միջոցները շարունակվել են։ Այս օրերին եւ դասնյակ նոր ակտիվիստներ, քաղաքացիներ, բայկարող մարդիկ, սովորական քաղաքացիներ շարունակում են բերման ենթարկվել եւ ձերբակալվել։ Եթե իշխանություններին թվում է, որ այս միջոցներով բայկարող ժողովրդի գամքը եւ վճռականությունը գոդվելու են, իրենք տեսնում են դրա ճիշտ հակառակը։ Ամեն օր դրաներին, աջակցողների մասաները ավելանում են եւ ոստիկանատներից գտանքներով, գապտուկներով, վերքերով դուրս եկած դրաներն ու աղջիկները, որոնցից այսօր ձեր մեջ, մեր մեջ ներկա են նաև, ընդ որում ոչ միայն երիտասարդներ, այլ հարկերի դարիքի դեր մարդիկ ենթարկվում են ոստիկանատանը ձեզ ու ճարտի գտանքների, որոնք ցավոք պիտի ասեմ, երբեք հարիր չեն իր ժողովրդի պաշտպան լինելու գոչում ունեցող ոստիկանության, եւ ես գոչ եմ անում վերցնին թերուզ անհատ ոստիկաններին չեն թարգվել ապօրինի հրամաններին, ձեռք չբարձրացնել սեփական ժողովրդի դեմ, որովհետև այս նույն ժողովուրդը, ինչպես նաև մի քիչ հերուկը տվող տղաները պայքարում են նաև այդ ոստիկանների համար, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Մենք բոլորս միայն սպասենք, որ
ողջունությունը գտարնա համադարած եւ այս վարչախումբը գիտակցի, որ այլևս ժողովուրդը բادرված չէ լրելու։ Սա վերջն է։ Սա վերջն է։ Գամ մենք երկիր ենք գործնում եւ գամ ժողովուրդը ախտանագելու է։ Առայժմ այսքան։ Հաղթանակ! Հաղթանակ! Սիրելի ժողովուրդ, ես հիմա կոչ չեմ անի ձեռքեր բարձրացնել, որովհետև հայ զինվորը նույնիսկ թշնամու առջև ձեռք չի բարձրացնում։ Եկեք մեր բռունցքը բարձրացնելով, մեր ոգին ցույց տալով, մեր պայքարի ձգտումը եւ հաղթանակի տենչը ցույց տալով, ցույց տանք բոլորին, որ հաղթելու ենք։ Սա մեր հաղթանակի սիմվոլն է։ Կեցեք Սասնա ծռերը։ Մարդիկ շատ տարբեր են լինում։ Կարծես թե նույն պիտակը կծրած մտավորական են ասում, չգիտեմ ինչ են ասում, մարդիկ նույնպես տարբեր են լինում։ Մի խումբ այդ մտավորականներից Մենք քիչ առաջ լսեցինք հիմնադիր խորհրդարանի ներկայացուցիչ Ալեք Գենիգոմշյանի խոսքը, նա ինչպես լսեցիք ասաց, որ Սասնա ծռերի անդամները պատրաստ չեն հանձնվել։ Ես հիշեցնեմ, որ այսօր հայտարարություններ տարածել վերջին օրերին միջնորդի կարգավիճակում հանդես եկող Լեռնային Ղարաբաղի հերոս, Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի падգամավոր Վիտալի Բալասանյանը հայտարարության մեջ նշվում էր, որ եթե Սասնա ծռերի անդամները հանձնվեն, զենքը վայր դնեն, ապա հանրապետության նախագահը պատրաստ է հանդիպել Վարդաշեն ՀԿՀ-ում գտնվող Ժիրայր Սեֆիլյանին եւ քննարկել ստեղծված իրավիճակը։ Այդուհանդերձ, ինչպես ասացի, Ալեք Գենիգոմշյանը փոխանցեց, որ Սասնա ծռերի անդամները պատրաստ չեն հանձնվելու։ Այստեղ հանրավաճառքը շարունակվում է, բայց ըստ էության հիմնական խոսքը ելույթը մենք արդեն լսեցինք եւ փաստորեն Վիտալի Բալասանյանի կոչը եւ զգուշացումը, որ սա վերջին զգուշացումն է լինելու, փաստորեն չի ընդունվել եւ Սասնա ծռերի անդամները չեն հանձնվի։ Ես խոսքը կրկին կփոխանցեմ իմ գործընկեր։ Ես խոսքը կփոխանցեմ։ Թող լսեն սպիկերները ինչ են ասում։ Նույնիսկ որպես Մհեր Մկրտչյանի այրի։ Ես կխոսեմ որպես սովորական։ Ես խոսքը փոխանցում եմ իմ գործընկեր Հրայր Թամրազյանին, ով կշարունակի Կիրակնօրյա վերլուծականը Թամրազյանի հետ։ Հայ տատիկ։ Շնորհակալություն Արտակ, ՀՔՑ-ն հրապարակեց մի հայտարարություն, որտեղ հայտնեց թե քրեական գործ է հարուցել ոստիկանների կողմից գործադրված բռնությունների եւ պաշտոնական դիրքի չարաշահման փաստերով։ Հայտարարության մեջ նշվում է, ոստիկանության ծառայողներն իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով կամ դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իրենց լիազորությունների շրջանակներից, Երևան քաղաքի տարբեր վայրերից ՀՀ ոստիկանության Երևան քաղաքում գտնվող ստորաբաժանումներ են տարել անձանց, նրանց նկատմամբ բռնություն են գործադրել, պատճառել մարմնական վնասվածքներ, ինչպես նաև օրենքով նախատեսվածից ավելի ժամանակով ապօրինի պահել են այնտեղ անձանց իրավունքներին եւ օրինական շահերին, հասարակության եւ պետության օրինական շահերին պատճառելով էական վնաս։ Բացի այդ, նյութերի նախապատրաստման գործընթացում պարզվել է, որ ոստիկանության ծառայողները իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով խոչընդոտել են լրագրողների, մասնագիտական, օրինական գործունեության եւ բերվածներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ներկայացած փաստաբանների լիազորությունների իրականացմանը։ Հուլիսի 21-ի վաղ առավոտյան եւ ընդհանրապես այս վերջին մի քանի օրերի ընթացքում ոստիկանության գործողությունների վերաբերյալ լուրջ մտահոգություններ են հայտնում իրավապաշտպանները։ Հերթական անգամ ոստիկանությունը հայտնվեց քննադատության թիրախում։ Այսօր Կիրակնօրյա վերլուծականի հյուրերն են մեր հանրահայտ իրավապաշտպաններ Ժաննա Ալեքսանյանը եւ Վարդան Հարությունյանը։ Բարև ձեզ։
Եվ առաջին հարցս ուղղում եմ ձեզ, թե ինչպես է գնահատում ոստիկանության գործողությունները եւ ընդհանրապես իրավապահ մարմինների արձագանքը ոստիկանների կողմից թույլ տված այս իրավախախտումներին։ Տիկին Ալեքսանյան, ձեզնից սկսենք։ Գիտեք, այնքան հաճախ են փաստորեն դեպքերը այս հավաքների դեռ էլեկտրիկ Երևանից, այսպես ասած, ուշքի չէինք եկել եւ կարծում էինք, որ ամենաաննախադեպ բռնությունների եւ իրոք այդպես էր կիրառվեցին մեծաքանակ լրագրողների, այս անգամ ոնց որ մի քիչ խնայել են լրատվամիջոցներին եւ լրագրողներին եւ ակտիվիստների նկատմամբ։ Բայց այս անգամ շատ տարբերվում է, այս անգամ ակնհայտ սանձարձակություն է, ոստիկանական սանձարձակություն։ Մենք իմացանք, որ բաժիններում եւ ոչ թե բաժիններում, այլ զորանոցներ, որ այն զորանոցը, որ տեղափոխում էին տասնյակ ակտիվիստներին, վարվում են այնպես, ինչպես դժվար է ասել, այսինքն այդպիսի երևակայություն ունենալ, սա ոչ հարիր է պետական կառույցին, ասենք, ինչ գերի էին պահում, այսինքն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին այդ զորանոցներում, ձեռքերը վեր պարզած եւ իրենք դիմակներով եւ ուրեմն օգնություն չցուցաբերելով, մենք էլեկտրիկ Երևանի ժամանակ գոնե հաղորդագրություններ ենք տեղեկանում ենք, թե որտեղ են այն առևանգվածները, եւ ես բազմաթիվ ահազանգեր էի ստանում առևանգված քաղաքացիների մասին կամ ծեծերի եւ ես չգիտեմ, գիտեք, եթե ասում է ոստիկանը Անդրանիկ Ասլանյանին դու կոշիկս պետք է համբուրես, պետք է լպստես կոշիկս, կներեք, ասենք, նույնիսկ արտահայտվել շատ դժվար է։ Սա հասնում է արդեն այլասերության, ես այսպես եմ բնորոշում իմ գնահատականը։ Տիկին Ալեքսանյան, այսպիսի խոսակցություններ էին լսվում այնտեղ, որ սպանվել է իրենց բարձրաստիճան սպան, որև ոստիկանները հատկապես զայրացած են այդ պատճառով, որ պատանդ են վերցվել հենց ոստիկաններ, որ նրանք էլ ուրեմն այսպես գերլարված վիճակում են, ինչպես դուք կգնահատեք նման մեկնաբանությունները։ Գիտեք ինչ, հետո ինչ, գիտեք ինչ, ուրեմն գրավել են զորամասը, ով է մեղավոր դրա համար, պետական կառույցները, ինչու են թույլ տվել, ինչի պետք է գրավվեր այդ զորամասը եւ մի զորամաս կարևորության, բավականին կարևոր մի զորամաս եւ որևէ մեկը քննադատական խոսք իշխանություններին չի ասում, հենց այն նրանք, ովքեր դատապարտում էին գրաված անձանց, առաջինը պետք է դատապարտեին պետությանը, որը չի կարողանում պահպանի մի զորամաս եւ պարզվում է, որ շատ հեշտ է գրավել այդ զորամասը։ Գուցե հեշտ է նաեւ գրավել նախագահական նստավայրը, ես չգիտեմ։ Այսինքն օրինակ ինձ համար սա ցնցող էր, երբ ես լսեցի, որ գրավել են, հասկանում եք, այնտեղ զենքեր կան եւ այլ, այսինքն ինչպես էին աշխատում։ Եթե իրենք Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալել էին եւ հաղորդագրություն էին տարածել, որ նա շենքեր եւ ինչ որ բաներ է գրավելու, բայց պարզվեց 15 օր անց, որ իրոք տեղի ունեցավ գրավում եւ տեղյակ չէր ազգային անվտանգության ծառայությունը։ Ես չգիտեմ, ուղղակի սա ինձ համար ցնցող, ես իրոք չէի հավատում մի քանի ժամ, որ սա հնարավոր էր։ Մենք տեսանք բանակում, այսինքն արտառոց բաներ ապրիլյան, այդ օրերին եւ ցնցվեցինք էլի, բայց հիմա որ Երևան քաղաքում է դա տեղի ունեցել, եւ սա շատ դատապարտելի է եւ իշխանությունը պետք է բացատրություններ տար, թե ինչու են գրավել այդ զորամասը եւ ինչպես։ Եվ սա արդեն սա իրենց թուլությունն էր, որը պետք է արվեր եւ հետո նոր անցնենք երկրորդ հարցին, զինյալների հարցին, թե եւ ոչ թե բոլորը դատապարտեն, որ հենց ինչու եկան, եթե պետությունը այդ անվտանգությունը չի ապահովում, չգիտեմ, թող մեղագան մեր առջև։ Այո, պարոն Հարությունյան, իսկ դուք ինչ եք մտածում, այս ՀԿՑ-ի այս հայտարարությունը, որտեղ նույնպես իրականում մտահոգություն է հայտնված հենց ոստիկանության գործողությունների վերաբերյալ, դուք համարում եք սա բավարար եւ այն փաստը, որ փաստորեն քրեական գործ է հարուցվել այս հատկանիշներով, այս ձեռք բերված այս տեղեկությունները, որ ես քիչ առաջ ներկայացրեցի։
Մեր ունեցած երկար տարիների փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի իշխանությունները միշտ էլ ոստիկանությանը օգտագործում են որպես մահակ ժողովրդի դեմ, այնուհետև հանգաման դեպքերից հետո ստիպված են լինում կամ ուղղակի իրանց մոտ արդեն դարձել է սովորություն այսպիսի փաստաթուղթ հրապարակել, որ քրեական գործեր կհարուցվեն, մեղավորները կպատժվեն, այնուհետև ձերբակալված կամ կալանավորված ցուցարարները, խաղաղ ցուցարարները, շեշտում եմ, խաղաղ ցուցարարները դատապարտվում են, շարունակում են մնալ բանտերում, կալանավայրերում, իսկ այս փաստաթղթերը կամաց մոռացության են մատնվում եւ որևէ ոստիկանական չինովնիկ կամ պետական պաշտոնյա գործած կոնկրետ հանցագործությունների համար ոչ պատասխան է տալիս, ոչ էլ պատրաստում են նրանց պարզվում է Շատ ավելի մանրամասն է Շատ հնարավոր է։ Ես մասնակից եմ եղել բազմաթիվ այսպիսի դեպքերի 2004 թվականի նախագահական ընտրություններից հետո բռնություններին եւ այս կարգի խոստումներին մարտի 1 10 զոհ եւ էլի այդ կարգի խոստումներ միջազգային կառույցներին են խոստումներ տվել, ես չգիտեմ ինչ է, բայց հիմա չեմ ուզում ասել, որ այս անգամ 1 կամ 2 ոստիկանի չեն պատժի, բայց հիմա խոսքը վերաբերում է ոստիկանին, ես ուզում եմ հատուկ շեշտել, որ կրել ոստիկանական հագուստ դա դեռ չի նշանակում լինել ոստիկան։ Կարելի է ոստիկանական հագուստ հագած այնպիսի գործողություններ կատարել, որը որ հարիր է բանդային։ Մարդավորսը, որ իրականացվում էր Երևանի կամ Հայաստանի տարածքում ամսի 17-ից հետո, դա ոստիկանական միջոցառում համարել չի կարելի։ Այն ինչ որ մենք տեսանք այդ օրերին, մենք կարդացել ենք գրականության մեջ, ասենք 70-ական թվականների Լատինական Ամերիկայի մասին, ասենք Չիլիում էին մարդկանց հավաքում, տանում ստադիոններում փակում, հետո սկսում նրանց խմբավորման ենթարկել ես սրանց պատժել, նրանց բաց թողնել կամ մյուսներին եսի ինչ անել։ Արգենտինայում էր այդպիսի բաներ լինում, Խորհրդային Միությունում էր լինում 20-ականների վերջին 30-ական թվականներին, այսինքն տանել մարդկանց զորանոց ոչ թե ոստիկանական բաժին։ Ինչպես է, պարոն Հարությունյան, ձեր տեղեկություններով ինչպես է, Տիկին Ալեքսանյան, ասեք, եթե կարող եք պատմել, ուր են տարել կոնկրետ զորանոցներ, որտեղ է, ինչպիսի տարածք է դա։ Գիտեք ինչ, ականատեսը պատմում է, ասենք, ես Դավիթաշենում գտնվող դա մի զորանոց է, երբ իրեն տարել էին այնտեղ, նա տեսել է Դավիթ Սանասարյանին անգիտակից վիճակում ընկած։ Առաջին բանը, որ ասում է ցանկացա անել, դա օգնություն ցուցաբերելն է, բայց այդ դիմակավոր ոստիկանները ասել են ձեռքներդ վեր կանգնեք, այսինքն թույլ չեն տվել, հետո մոտեցել է բժիշկը, ասել է, որ նա թունավորված է։ Հետո մի 10 րոպե հետո նոր Դավիթ Սանասարյանը ինչ որ նաև հրապարակային պատմել է այս ամեն ինչի մասին, բայց ես ձեզ պատմում եմ ականատեսի պատմածը։ Ես ուղղակի ուզում եմ իմանալ, այս որ ասում են զորանոցներ են տարել, ինչ տեսակի շինություններ են դրանք, այսինքն դա զորամաս է երևի։ Զորամաս է, որտեղ մարդկանց բերման ենթարկել ոչ ոք չի կարող։ Օրենսդրությամբ, որ եթե դու բերման ես ենթարկում, դու պետք է ոստիկանական բաժին տանես։ Դու իրավունք չունես։ Գիտեք ինչ, ես տեսել եմ տեսանյութը, երբ որ Նիկոլ Փաշինյանն էր եղել այդ զորանոցում, դրսում կանգնած, երբ որ մարդիկ դուրս էին գալիս եւ պատմում էին, մեկը ասում էր 150 մարդ կլինի, մյուսը ասում էր մի 300 մարդ կլինի։ Այսինքն, հիմա գիտեք, եթե քրեական գործ է հարուցվել հրայր, ուրեմն ինչպես դուք ընթերցեցիք եւ կպատժվեն թե չէ, եթե ոստիկանությանը տրված էր այդպիսի ազատություն, բռնություն գործադրելու, ինչպես կարող է պատժվեն։ Նայեք, գրավեցին զորամասը, զինյալները, հանրությունը ցնցված է եւ դրանից հետո 5 օր շարունակ բռնություն է, ահաբեկություն է։ Ես այսօր տեսա, որ մի փոքր աղջկա, փոքր նիհար աղջիկա, որ ես տեսա, որ իրան ծեծել են, որ հանրահավաքին մասնակցելու համար դեմքը ամբողջ կապտած, աչքը կապտած, ասենք, եւ 6-րդ օրը, չգիտեմ թե 5-րդ օրը Սերժ Սարգսյանը խոսեց իրավապահներին, ասեց, որ աշխատեք ուրեմն օրենքի շրջանակներում, պատկերացնում եք, չէ՞, այսինքն ինքը պիտի ասեց, այսինքն այդ օրը բռնություն չի եղել, որ ինքը ասեց, բայց պարզվում է, որ մինչ այդ, այսինքն այնքան աղաղակող էին այդ բռնությունները, վստահ եմ, որ Սերժ Սարգսյանը տեղյակ էր եւ ոստիկանությունը ուներ այդ ազատությունը, բռնություններ գործադրելու, մարդկանց հետապնդելու եւ այլն։ Ինչ ասեմ, այսքանից հետո ոնց կար։ Մտահոգիչ է նաեւ, որ լրագրողների նկատմամբ ցուսաբերող այդ բռնությունը, բռնարարքները եւ նաեւ նրանց աշխատանքին խոչընդոտելը կոնկրետ մեր լրագրողին են հարվածել, դա ես եթերում եմ ուղիղ տեսել, մեր Արտակ Համբարձումյանին, որ նա պարզապես իր աշխատանքն էր կատարում եւ անմեղ կանգնած էր այնտեղ, որևէ
բախման համար որևէ առիթ չկար։ Ես չգիտեմ ինչքան կարող է Երբ իրենց ասում են դուք պետք է գնաք ծեծեք, ջարդեք, հիմա նայեք ռեժիսոր, կինոռեժիսոր Արամ Շահբազյանի դեպքը, երբ նա մոտեցավ ոստիկանությանը, նա հասկանում եք, այսինքն ոչ մի վտանգ կամ ինչ պիտի անի, ընկերոջ համար գնացել է հանգիստ իր ոտքով ոստիկանություն եւ ինչ արեցին նրան։ Դուք գիտեք չէ՞ որ թևը նրան վերցրեցին, խփեցին գետնին եւ նրա թևը կոտրեցին։ Բայց ինչ էր արել ինքը, չէ՞, այսինքն չնայած ինչ ուզում է անել իրավունք չունեն նրան հարվածել, բայց ուզում եմ ասել, որ այդ ազատությունը շատ մեծ էր։ Եվ ես չեմ հասկանում իշխանությունը, եթե ինքը իր մեթոդը միայն բռնությունն է, մենք դրանում համոզվել ենք, որ որևէ իրադարձության դեպքում նրանք հարցերը լուծում են բռնությամբ։ Բայց այս դեպքը, այսինքն բռնությունը ծնում է բռնություն։ Եվ այս դեպքը ցույց տվեց, որ ձեր բռնության դեմ կա ավելի մեծ բռնություն, որը զենքով է փաստորեն։ Հասկանում եք, սա եւ այն, որ Սերժ Սարգսյանը չի խոսում ժողովրդի հետ եւ իր գլուխը չի խոնարհում ժողովրդի առաջ, այսպիսի իրավիճակ ստեղծելով երկրում, եւ Վիտալի Բալասանյանն է հանրապետության նախագահի փոխարեն հայտարարություններ անում, ասում, որ Ժիրայր Սեֆիլյանին խոստանում ենք, որ եթե զենքը դնենք կանհատվենք, սա ուղղակի գիտեք աբսուրդ է։ Դուք գիտեք այդ որևէ պետություն, որ երկրի ղեկավարը չի դուրս գալի այսպիսի ծանր լարված իրավիճակում եւ չի խոսում ժողովրդի հետ եւ որևէ բան չի ասում։ Հետարքիր է հիմա խոսում, ինչպես է այս ստեղծված իրավիճակից այդ զինված խումբը սասնածրերը պահանջում է քաղբանտարկյալների ազատ արձակում։ Թող ազատ արձակեն։ Բնութագրում են նրանց ինչպես է իրավաբանորեն որևէ օրենքի շրջանակներում կա չէ հնարավորություն ինչպես կարող է դա արվել։ Նախագահը կարող է ինքը ինչ պետք է անի, ներում շնորհի։ Ինքը դա էլ ներում էլ կարող է շնել, բայց բոլորս գիտենք ասենք որ Գևորգ Սաֆարյանը անմեղ պատանդ է իրենց ձեռքում, այսինքն տարել են եւ փակել են, վերցնեն Գևորգ։ Չէ, նկատի ունեմ, եթե Գևորգ Սաֆարյանը եւ Ժիրայր Սեֆիլյանի դեպքում դա գուցե նա, բայց ասենք Շանթ Հարությունյանը ըստ էության արդեն դատավճիռ կա, ամեն ինչ ինչպես դա կարող է արվել։ Իբրև իրավապաշտպաններ ինչ խորհուրդ Ես կարծում եմ, որ եթե հիշում եք, այն տանկի դեպքը, թղթե տանկի, հաստվարա թղթե տանկի դեպքը, դատախազությունը ետ վերցրեց չէ իր մեղադրանքը։ Եվ այդպես լուծեցին հարցը, չէ՞, այդ տղային արդարացրեցին։ Ի վերջո, որտեվ սա էլ մի արտառոց խայտարակ դեպք էր։ Պարոն Հարությունյան, հիմա խնդրում եմ դուք էլ մեկնաբանեք այս զինյալների գործողությունները, դուք իբրև իրավապաշտպան, նաև ժամանակին դուք էլ եղել եք քաղբանտարկյալ, այս ամենին եւ ընդհանրապես զբաղվում եք, շատ եք զբաղվում այսպիսի դեպքերով արտառոց, հիմա այս զինված առճակատումը դուք ինչպես եք գնահատում, ընդհանրապես նրանց գործողությունները, իբրև իրավապաշտպան, մարդու իրավունքների տեսանկյունից, օրինակ նրանք պատանդ էին պահում, ասենք ոստիկանների, նաև այդ մարդիկ նաև Հայաստանի քաղաքացիներ էին։ Այն ինչպես եք դուք գնահատում թե իրավունքի տեսակետից, թե իրավապաշտպանության տեսակետից։ Ես անպայման կանդրադառնամ, բայց սկսեմ նախորդ հարցից, քաղբանտարկյալներ ստեղծում են կամ ծնում է իշխանությունը եւ իշխանության խնդիրն է ճանապարհներ գտնել, թե ինչպես նրանց պետք է ազատ արձակեն։ Այն որ կամայական բռնատիրական երկրում կան քաղբանտարկյալներ, իսկ Հայաստանի Հանրապետությունը որպես այդպիսի դառնալ ցանկացող եւ այդպիսին ճանապարհ բռնած երկիր ունի քաղբանտարկյալներ, ակնհայտ է, նույնիսկ խորհրդային միությունը Գորբաչովյան շրջանում խորհրդային տարիների քաղբանտարկյալներին ազատ արձակելու ձևերը գտավ։ Եթե իրանք մի քիչ նստեն եւ մտածեն, ձևը կգտնեն եւ Ժաննա Ալեքսանյանը չի որ պետք է ձևը ասի նրանց, թե ինչպես պետք է ազատ արձակեն Շանթ Հարությունյանին կամ Վալոդիային կամ մյուս քաղբանտարկյալներին։ Իրենք են կալանավորել եւ իրենք էլ պարտավոր են ազատ արձակել։ Սա մեկ, երկրորդը, բոլոր այն մարդիկ, ովքեր ձերբակալվել են այս հուլիսի 17-ից հետո եւ որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, նրանց ազատ արձակումը եւ այդ քրեական գործերի դադարեցումը նույնքան կարեւոր է, որքան ՊՊՑ տարածքի ազատ արձակումը։ Ես կարծում եմ, որ այդ երկու գործերը հավասարաչափ կարեւորություն ունեն։ Առաջինը պետք է այդ զորամասը ազատվի, պետք է դա ազատվի իմ կարծիքով անարյուն, առանց զոհերի, բանակցությունների ընթացքում, ինչքան էլ որ ժամանակ պահանջվի դրա համար, եւ երկրորդը պետք է պարտադիր ազատ արձակվեն եւ
կասեցվեն բոլոր քրեական գործերը այն մարդկանց նկատմամբ, որոնց նկատմամբ որ հարուցվել են։ Եվ ավելին, անպայման պետք է քրեական գործեր հարուցվեն մեր հասարակության ճնշման արդյունքում արդեն, ոչ թե կամայական իշխանական որևէ փաստաթղթի շրջանակներում, պետք է անպայման քրեական գործեր հարուցվեն այն բարձրաստիճան ոստիկանների նկատմամբ, ովքեր որ ոստիկաններին անօրինական գործելու հրահանգներ են տվել։ Հիմա ձեր վերջին կոնկրետ հարցի պատասխանը ես արդեն բազմից օրերի ընթացքում օրը մի քանի անգամ արտահայտում եմ այս կապակցությամբ, հիմա ստիպված ինքս ինձ պետք է կրկնեմ, ես կարծում եմ, որ այն ինչ որ տեղի ունեցավ հուլիսի 17-ին, սպասելի էր Հայաստանի Հանրապետությունում։ Ստեղծվել էր երկրում մի իրավիճակ, երբ որ քաղաքական գործընթացները փոշիացել էին, քաղաքական գործընթացներ որպես այդպեսին չկային, քաղաքական փոխհարաբերությունները իշխանությունների ծրագրերի արդյունքում տեղափոխվել էին քրեական դաշտ, բոլոր քաղաքական ընդդիմախոսները կամ ընդդիմադիրները իշխանությունների կողմից դիտարկվում են եւ դիտարկվում են դեռևս որպես ոչնչացման ենթակա կառույցներ եւ մարմիններ եւ քաղաքական կուսակցություններ եւ քաղաքական գործիչները եւ այս իրավիճակում դժվար չէր կռահել, որ կգտնվեն քաղաքական եւ հասարակական գործիչներ, ովքեր այլ երկ չգտնելով կարող են եւ դիմել զենքի։ Ես ինքս դեմ եմ զենքի կիրառմանը քաղաքականության մեջ, ես ինքս երբեք նման գործի չէի գնա, ես ինքս կհորդորեի, որ իմ շրջապատում եղած մարդիկ այդպիսի բան չանեին, բայց մյուս կողմից մարդիկ, ովքեր որ այլ երկ չեն գտնում, նրանք փաստորեն իրենց համար գտել են զենքը որպես ելք։ Վերջին հաշվով 20-րդ դարի ամենալուրջ եւ ամենամեծ փաստաթղթերից մեկը մարդու իրավունքների հռչակագիրը իր նախաբանում հայտարարում է, որ պետությունները պարտավոր են օրենքի ուժով հարգել մարդու իրավունքները, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն ըմբոստանալու, ապստամբելու ստիպված չլինեն։ Հիմա այս մարդիկ իրենց համար ճանապարհ գոնե դատելով երեկվա իրենց հետ հարցազրույցների շարքից տեսնում ենք, նրանք բոլորը նույն բանն էին կրկնում, որ իրենք բախվել են մի պատի, որից այն կողմ իրենք այլ ճանապարհ չեն տեսել բացի զենքը, բացի ավտոմատը, եւ նրանք բոլորը ցույց էին տալիս ավտոմատը եւ ասում էին, որ զենքը ելքը սա է։ Այս իրավիճակում իհարկե մեղավորը, այս իրավիճակը երկրում ստեղծված իրավիճակի մեղավորը իհարկե իշխանություններն են, բայց սա այն պահը չի, այսօրը այն պահը չի, որ մենք մեղավորներ փնտրենք, գտնենք եւ հայհոյենք մեղավորներին։ Այսօր մեր առաջ երկու կրկնեմ կարևոր խնդիր է դրված։ Համար 1 խնդիր ազատել է տարածքը առանց արյան, առանց նոր զոհերի, որ կողմից էլ որ լինի առանց նոր զոհերի, դրա պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա եւ ազատ արձակել բոլոր ձերբակալված մարդկանց, որի պատասխանատվությունը նույնպես ընկնում է իշխանությունների վրա։ Տիկին Ալեքսանյան, ձեր կարծիքը։ Քանի որ Վարդան, ես համամիտ եմ Վարդանի հայտնած տեսակետների հետ, բայց ես մի կոչ կանեի իշխանությանը, ոչ թե սրել իրավիճակը, ինչպես արվում է հենց առաջի օրվանից, այլ կամք դրսևորել մարդասիրական հանուն այս հասարակության, հանրության, այս երկրի, այս ժողովրդի թուլացնել այդ լարվածությունը, վերացնել այդ բռնությունները, մարդիկ իրենք բոլորը մտահոգված են, գալ կանգնել ժողովրդի կողքին եւ լուծել այս խնդիրը։ Ի վերջո այդ տղաները, նրանք ճանաչված տղաներ են, նրանց բոլորն են ճանաչում եւ գիտեն նրանց ազնիվ եւ պատերազմի դաշտում տարած հաղթանակները, Վարուժան Ավետիսյանը, նա փայլուն իրավաբան է, նա հավասարակշիռ մարդ է եւ ինչու գնացին նրանք այդ քայլին, այս մարդիկ ունեին դրական կերպարներ մեր քաղաքացիների շրջանում։ Պետք է այս ոչ թե ատելությամբ լցվել եւ մտածել ինչ վրեժխնդրությամբ, այլ պետք է լուծել այս խնդիրը զուտ մարդասիրական։ Ես ուղղակի չեմ հասկանում, ինչու են այդքան ատում մեր քաղաքացիներին իշխանությունները, ինչու են բռնում, ասենք 20 տարեկան աղջկան ծեծում, ես չեմ կարող, իրոք դա անբացատրելի է։ Պետք է այս լարվածությունը Տիկին Ալեքսանյան, փաստորեն նախագահ ասում է պատրաստ է ըստ ինչպես Վիտալի Բալասանյանի հաղորդում, պատրաստ է նստել Ժիրայր Սեֆիլյանի հետ եւ քննարկել հարցերը։ Միայն թե պահանջում է, որ զինված խումբը զենքը վայր դնի։ Այսինքն նախագահը իր կողմից պատրաստ է ընդառաջ գնալու։ Այդ դեպքում ինչու մենք չենք տեսնում այն կողմից, զինված խումբը չի գնում։ Վստահության պակաս կա։ Նախ թող Սերժ Սարգսյանը հայտարարություն անի, եւ ոչ թե Վիտալի Բալասանյանը, ես հարգում եմ Վիտալի Բալասանյան, բայց թող Սերժ Սարգսյանը
ուղերձով դիմի եւ ասի եւ տեսնենք այդ վստահության մթնոլորտը եւ եթե նա ասելու է, մենք լսելու ենք, մենք էլ զինյալ խմբին գուցե կոչ կանենք եւ կհորդորենք, որ ընթառաջ գնան, բայց պետք է նշեմ, որ ես կարծում եմ, որ քայլերը զիջման պետք է անեն իշխանությունները։ Եթե մենք համեմատելու լինենք ուժի, հա, կողմը, պետական, այսինքն իրենց դիրքերը ուժից, բայց կարելի է, չէ, քայլ անել մեկ անգամ գոնե այս լարված իրավիճակում զիջումների գնալ։ Ալեքսանյան, բայց երկուստ էլ իրավապաշտպան եք եւ իրավունքի գիտությանը տիրապետում եք, այնտեղ ի վերջո եղել է սպանություն եւ ինչպես պետք է այդ հարցը լուծվի։ Ով է մեղավոր եւ ինչպես պետք է այս հարցը իրավաբանորեն իրավունքի շրջանակներում լուծվի, համակարգավորվի, թե կարծում եք կարելի աչք փակել այդ սպանության վրա եւ Իհարկե ոչ, մենք ինչպես կարող ենք այդպես մտածել։ Պետք է կատարվի քննություն, պետք է կատարվի բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն եւ պարզվի ինչպես եւ ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել։ Սա շատ կարեւոր հարց է։ Դե այսինքն մենք եթե լսում ենք Վարուժան Ավետիսյանին, նա ասում է, որ մենք զգուշացրել ենք, որ չկրակեր։ Եթե զգուշ, բայց նա կրակել է եւ իրենք ստիպված են եղել կրակել։ Լավ, եթե դա իրավաբանները կգտնեն, որ դա անհրաժեշտ պաշտպանության սկզբունքից է տեղի ունեցել այդ կատարվածը, թող գնահատական տան, ինչպես կարելի է, մենք բոլորս շատ լավ գիտակցում ենք, որ բայց սա պետք է ոչ թե վրեժխնդրության եւ հաշվեհարդարի սկզբունքով մոտենալ այս հարցին, այլ մոտենալ զուտ իրավաբանորեն եւ կատարել օբյեկտիվ քննություն, բարձելու բոլոր հանգամանքները եւ պատժել մեղավորին։ Ես ոչ մի անգամ դեմ չեմ դրան։ Լավ, այդ դեպքում շատ այսպիսի մի հարց կապված Սարի թաղի հետ։ Դուք տեղյակ եք, թե ինչ վիճակում էր հայտնվել բնակչությունը այնտեղ, փաստորեն մի քանի օրեր շարունակ նրանք զրկվել էին գազից եւ ջուրն էլ շատ այդպես սահմանափակ էր, ջրամատակարարումը շատ սահմանափակ է եղել եւ մենք տեսանք ականատես եղանք, թե ինչպես այդ ժողովուրդը ուղղակի ըմբոստացավ ոստիկանության դեմ եւ փաստորեն հարակից տարածքն է Սարի թաղը եւ հավանաբար այնտեղ գազը կտրելու համար նաեւ Սարի թաղին էին կտրել։ Ինչ եք կարծում, որովե տեղեկություն ունեք, ինչպես է գնահատում այնտեղի բախումները։ Եթե քրեական գործեր հարուցվեն, ինչպես պետք է դա գնահատվի։ Ես արդեն ասացի, որ այդ ամսի 17-ից հետո այս դեպքերին առնչվող բոլոր մարդիկ էլ պետք է ազատ արձակվեն, ես վստահ եմ դրանում, եւ պետք է քրեական գործեր չհարուցվեն։ Սարի թաղը փաստորեն հայտնվել էր պաշարման մեջ, մարդիկ վրդովված էին, որովհետեւ նրանք նախ ամենակարևորը ելումուտն էր նրանց սահմանափակվել։ Եվ դուք տեսեք, որ այդ բախումը տեղի ունեցավ, հաջորդ օրի իշխանությունները քաղաքային կարողացան ելումուտի ճանապարհներ գտնել եւ խնդիրները լուծել, այսինքն ի սկզբանե կարելի էր այդ խնդիրը լուծել, եթե ունենային մի փոքր հարգանք իրենց քաղաքացիների նկատմամբ, նախապես խնդիրը լուծած կլինեին եւ Սարի թաղի այդ բախումը տեղի չէր ունենա։ Ու տեսեք Ժաննայի ասած այդ վենդետային մոտեցումը, չէ՞, թշնամությունը։ Սարի թաղում տեղի ունեցավ բախում, ընդ որում բախման լարվածությունը այնպեսի միջավայր էր, այնպեսի մթնոլորտ էր, որ ամեն ինչ էլ դա հնարավոր էր, դրանից հետո կարելի էր հանգիստ մեկը մեկին, ասենք, հանգիստ անցնել եւ ես չեմ ասում մոռացության մատնել, բայց չդիմել բռնությունների։ Բայց դրանից հետո դիմեցին բռնությունների, դրանից հետո եղան ձերբակալություններ եւ քրեական գործեր։ Այսինքն իշխանությունները իր առաջ մի խնդիր է դրել։ Եթե դուք իմ դեմ կարտահայտվեք եւ իմ դեմ կխոսեք, առավել եւս իմ դեմ որևէ բան կանեք, ապա քրեական գործը պատրաստ է։ Եթե ես մահակներով ոստիկանս ծեծել եմ քեզ, ջարդել եմ քո ծնոտը, դու գալիս ես ոստիկանություն, որպեսի հանցագործության մասին ջարդած ծնոտով գալիս ես, որպեսի հայտարարություն տաս հանցագործության մասին, ես քեզ տեղում ձերբակալում եմ, դիմադրության համար քո նկատմամբ գործ եմ հարուցում եւ գնա քո համար փորձի հայտարարություն տալ։ Այդ մոտեցմամբ ոչ հասարակության մեջ համերաշխություն կլինի իշխանություն հասարակություն համատեքստում, ոչ էլ հնարավոր կլինի համոզել զինված մարդկանց զենքերը վայր դնել, որովհետեւ վստահություն չկա իշխանության նկատմամբ։ Լավ, շատ շնորհակալ եմ, կարծում եմ, որ դուք ապագայում էլ այս շաբաթը, առաջիկա շաբաթվա ընթացքում կօգնեք մեր լրագրողներին հասկանալու, թե ինչ է կատարվում
եւ այս ընդհանրապես այս քրեական գործերի հետ կապված ձեր կարիքը կունենանք բացատրությունների ձեր շատ շնորհակալություն որ ժամանակ գտաք եւ եկաք մեր ստուդիա իսկ մենք շարունակենք մեր ծրագիրը Ես հիմա կցանկանայի մեր ռեժիսորին, պրոդյուսերին խնդրել, եթե հնարավոր է միանալ Խորենացի փողոց եւ տեսնել, եթե Արտակ Համբարձումյան այնտեղ է, խնդրենք թողնա պատմի, թե ինչ է կատարվում։ Մենք ինչպես քիչ առաջ լսում էինք Ալեք Ենիկ-Գոմշյանն էր ելույթ ունենում եւ ընդհանրապես արդեն ցուցարարները հավաքվել էին եւ հանրահավաքը սկսվել Եվ հիմա մարդ է բերման ենթարկվում այնտեղ, Խորենացի փողոցում, հիմա տեղափոխվենք գուցե այնտեղ, ինձ հիմա այստեղ Շնորհակալություն, մի քիչ հուզվեցի, արդեն կարող է շատ խոսենք։ Սիրելի ժողովուրդ, պայքարող ժողովուրդ, պայքարող դա նշանակում է նաև հաղթող։ Հաղթանակը միայն պայքարն է բերում մարդկության պատմության մեջ։ Թախտին նստած, բախտին սպասողները երբեք ոչինչի չեն ասել։ Առավել ևս, որ մեր թախտն են մեր տակից տարել, մեր բախտն են մեզանից խլել։ Միայն ամենակարևորը երբեք կոչ չեմ անում հրաժարվել ձեր տարբերություններից, մեր ընդհանուր տարաձայնություններից, տարբեր հայացքներից, մոտեցումներից, դա մեր հարստությունն է։ Հիշենք, որ մենք բարիկադների մի կողմում ենք եւ բոլոր տարաձայնությունները կարող ենք հաղթահարել բանականությամբ եւ իրար հարգելով։ Խոսքը բոլորիս մասին է, նաև նրանց մասին է, ով դեռ այստեղ տեղ չի գտել, բայց վաղը կհայտնվի այստեղ, նրանց նույնպես պետք է ընդունել եղբայրության, մարտական եղբայրության ոգով։ Իմ համար մեծ պատիվ է հրավիրել այս խոսափողի մոտ Ազգային ազատագրական պայքարի վերով, ազգային ինքնորոշում միավորման հիմնադիր, նախաձեռնող խորհրդի անդամ Պաուլ Հայրիկյան։ Ձեր գործը հեշտ է։ Տեսնում եք, Եկա ժամանակը մեր հետևից այն է, որ ես կարողանամ գոնե ձեր աչքերի միջոցով իմանալ, թե դուք ինչն եք ճիշտ համարում և ինչով եք ապրում։ Մենք բոլորս պիտի արձանագրենք մի իրողություն։ Դուք այլ առաջ արի։ Ընդհանրապես ժողովրդավարական երկրներում այսպիսի գործողություններ, ինչ որ ձեռնարկել սաստատարերը տեղի չի ունենում։ Եթե տեղի ունենում, ապա դրանք դնում են հանցավոր խմբեր։ Դրա համար մենք պիտի մինչև վերջին նրբերանգը հասկանանք, թե ինչ է կատարվել։ Անդրեաս Ղուկասյանը շատ լավ ներկայացրեց։ Մենակ եմ, Հիմա ինձ այստեղ հուշում են, որ այնտեղ Խորենացու փողոցում պատրաստ է մեզ վերջին տեղեկությունները հաղորդելու Սիսակ Գաբրելյանը։ Սիսակ, դու լսում ես մեզ, դու պատմիր, տեսնենք, թե ինչ է կատարվել այդտեղ։ Վերջին տեղեկությունների համաձայն ինձ հայտնեցին, որ մի մարդ է բերման ենթարկվել։ Ինչ այս քայլին ձեռնարկելը, նրանք փորձել են բոլորից նման քաղաքական ճանապարհով հասնել Հայաստանի իրավունքների կայացմանը։
Հրայր այս պահին Խորենացի փողոցում ելույթները շարունակում են, քիչ առաջ խոսափողին մոտեցավ այմ առաջնորդ Պարուր Հայրիկյանը, այս ընթացքում մեզ մոտեցան մի քանի երիտասարդներ, նրանք հեռախոսով տեսանկարահանել են իրենց խոսքով Տիգրան Մեծի եւ Քրիստաֆորի փողոցի հատվածներում 4-5 քաղաքացիական հագուստով անձինք պարզապես մոտեցել են եւ առևանգել են իրենց ընկերոջը, երիտասարդները չեն ցանկանում տեսախցիկի առաջ խոսել, քիչ հետո մենք կդիտենք նրանց կողմից տեսանկարած այդ տեսանյութը, այս ընթացքում էլ ես կփորձեմ կապ հաստատել ոստիկանության լրատվության վարչության հետ հասկանալու համար արդյոք դա ոստիկաններ են եղել եւ քաղաքացին բերման է ենթարկվել թե ոչ մեզ մոտեցած քաղաքացիները նշեցին որ այդ 4-5 քաղաքացիական հագուստով անձինք բարբերաբար հետևել են իրենց ցույցի ընթացքում այսինքն եղել են Խորենացի փողոցի այս հատվածում բայց երբ երիտասարդները արդեն հեռացել են Խորենացի փողոցի այս հատվածից ինչպես ասացի Տիգրան Մեծ խաչմերուկում նրանց ընկերոջը պարզապես մի քանի հոգով նստեցրել են մեքենան եւ տարել են հիմա մենք հեռախոսի օգնությամբ կդիտենք այդ տեսանյութը այդ կադրերը Կատարվել է հասարակական կարծիքի ուսումնասիրություն գիտական ինքերով, ճիշտ է դրանով։ Տասնյակ խմբեր դուրս են եկել հարցումների եւ ստացել են արդյունքներ։ Որևէ հարյուրյակը, 100 հարցված քաղաքացի, տարիքային, սեռային, տարածքային ճիշտ ընտրանքով, որևէ հարյուրյակում 40%-ից ավելի կողմ չի եղել։ Ամենից շատ կողմ եղել է Ռիսկայի երկրամասում, ներողություն, Գորիսեցիներ եւ Կապանցիներ, որից այնպես են կոչում։ Իսկ մնացել ամբողջ Հայաստանում ամենուր 30%-ից պակաս է կողմ։ Հիմա այդ բանը տեսնող, սահմանադրությամբ կարևորությունը հասկացող մարդիկ, ինչ է, պիտի ասեին, լավ, մեր հերմանիցեցին, մեզ պղծեցին, մեր սահմանադրությունները, մեր իրավունքների ինքերը ինքը ոչնչացվին, եւ դրանից նախ որ խնդրեմ ձեր անունը կասեք եւ որ հատվածում ես մի փոքր ճիշտ նկարագրեցի քիչ առաջ որտեղ ազգանունը կարող եք չնշել եթե մտավախություն ունեք որ անունը Սուրենն է նու երկար ժամանակացույցի տարածքում էինք նկատեցինք որ մի հատ տղամարդ միջին տարիքի հետևում էր մեզ երկար ժամանակ, հետո փորձեցինք ուղակի տարածքից դուրս գանք, որպեսզի համոզվենք, էլի մեզ է հետևում թե չէ։ Քայլեցինք դեպի Տիգրան Մեծի կողմ ու նկատեցինք, որ էլի եկավ մեր հետևից, երբ որ կանգ առանք, որ հասկանանք, նկատեցինք, որ զանգեց ու էլի ինչ-որ քաղաքացիական հագուստով մարդիկ մոտեցան մեզ։ Ու երբ որ շատացան մի անգամից արագ քայլերով մոտեցան մեզ, մեր ընկերոջը Տիգրանին հավաքեցին, մեզ ասեցին առանց խուճապի, ձեն չհանեք ու իրան շուտ նստեցրին ավտոն տարան, ոչ թողեցին հեռախոսը վերցնենք, ոչ մի անգամից արագ։ Միայն բացի այդ տեսանյութն եք տկարել, ուրիշ մեքենայի համարները հաջողացել եք ֆիքսել թե ոչ։ Մեկ մի վարքյան ասեմ։ Մինչև կփնտրեք այդ նկարները առաջին օրն է որ գալիս եք Խորենացի փողոց։ Չէ, կարելի ասել բոլոր օրերն է այստեղ ենք եղել, շատ են հետևում։ Բոլորիս հետևից էլ ոչ միշտ եղել է այս քանի օրվա ընթացքում, ուղղակի կոնկրետ քայլեր չեն արել։ Պարզապես լինում եք Խորենացի փողոցում թե ինչ որ ակտիվություն, չգիտեմ, վանկարկումներ, կոչեր։ Վախման օրը բերման ենթարկվածների թվում բերման բերման չեմ ենթարկվել։ Ավտոմեքենայի համարը 34 FA 660 արծաթագույն Mercedes։ Դա մոտարապես երբ տեղի ունեցավ, մոտ 30 րոպե առաջ։ 10-15 րոպե առաջ մեքենան այդտեղ չէր։ Այդ մարդը ուղղակի մեր հետևից եկավ, հետո զգացինք, որ զանգեց, մեքենա մոտեցավ, մի քանի հոգի էլ ավելաց։ Ինչու հենց ձեր ընկերոջը նա էր ավելի մոտ է ձեզ ինչ որ բան ասեն, ցանկանում էին ձեզ նույնպես։ Բախման օրը արդեն բերման էին ենթարկել, 3 էին բաց թողել։ Ոնց հասկացանք, ուղղակի ուշադրության կենտրոնում էին իրան պահում ու հարմար առիթի դեպքում են վերցրեցին։ Ու կարելի ասել գողացան բառից բուն իմաստով։ Այսինքն ձեր այդ ընկերոջը, որ հիմա տարել են քաղաքացիական հագուստով անձիկ, նաև ոստիկաններն էին բերման ենթարկել, ճիշտ հասկացա։ Բախման օրը։ Չէ, ոնց որ էլի քաղաքացիական ոստիկանական բաժանմունք էին բերման ենթարկել։ Շնորհակալություն։ Հրայր, ես զրուցում էի քաղաքացիներից մեկի հետ, ով չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել, նրանք անգամ մտավախություն ունեն, որ իրենց դեմքերը նույնպես տեսանելի կլինեն եւ հետագայում նույնպես ինչպես իրենք են նշում կհետապնդվեն դուք լսեցիք որ նրանց ընկերոջը մոտ Տիգրան Մեծի հատվածում էին բերման ենթարկել ես ասեմ որ մոտ 15-20 րոպե առաջ վերջին օրերի կարելի ասել վերջին 2 օրերի ընթացքում ոստիկանությունը այսօր մի փոքր ակտիվություն է դրսևորում մենք հիշում ենք որ վերջին 2 օրերում ոստիկանները կարելի ասել սովորական իրենց համազգեստով էին նկատի ունեմ հենց բարիկադների դիմաց կանգնած ոստիկանները, իսկ մոտ 15 րոպե առաջ կրկին այստեղ եկան սաղավարտով, վահաններով եւ զրահաբաշխումներով ոստիկանները, ովքեր կանգնեցին բարիկադներից դեպի ժողովրդի հատվածը։
Հիմա ելույթ է ունենում այմ առաջնորդ Պարուր Հայրիկյանը, լսենք մի փոքր հատված նրա ելույթից, ինչից հետո կմոտենանք արդեն իմ նշած ոստիկաններին եւ կտեսնեք դրանց քանակը, նրանք մոտ 3-4 շարքով պատկազմած, ինչպես ասացի, այսօր վերջին 2 օրերի ընթացքում եկել են դեպի ժողովրդի կողմ, այսինքն բեռնատար մեքենաներից դեպի այս կողմ։ Ապա այսօր սաստատորերի նկատմամբ որևէ գործողություն, դա գործողություն է քաղաքակիրթ աշխարհի նկատմամբ։ Ես ուզում եմ, որ մենք բոլորս հասկանանք։ Եթե դու հավատացյալ ես, ասում ես Աստված վերևից ամեն բան տեսնում է։ Եթե հավատացյալ լինելու երջանկությունը չունես, քաղաքակիրթ մարդ ես, ասում ես ես քաղաքակիրթ աշխարհի մի մասն եմ կազմում։ Այսօրվա մեր այս հավաքը մի կոչ է, մի ուղերձ է, մի վկայություն է, որ մենք որպես ազգ մեռած չենք։ Հայաստանը տեր ունի եւ այդ տերը Հայաստանը տեր ունի եւ այդ տերը Հայաստանը տեր ունի եւ այդ տերը Ես ուղղակի ուզում եմ, որ ձեր այս մենք ենք լսեն նրանք այն ապիկարները, որ իրենց խաբեությունների, իրենց շեկիստական ծախվածության ճանապարհներով իշխանության գալով իրենց որևէ վարքյան երկրի տեր չկարծեն։ Այժմ ես ուզում եմ խոսքս ամփոփել մեր միասնությունը ապահովող մի փորձով։ Մեր ժողովրդի մասին ասում են, որ ալիքների վրա ճոճվում ենք, բախտը ինչ բերեց, 18 թվականին Քաշնազարի բախտով ստացանք անկախություն, կորցրինք, հետո 91 թվականին բոլշևիկյան իշխանությունները հանկարծ բարիացան, միլիոնավոր մարդկանց կոտորած իշխանությունները, ու մեզ տվեցին անկախություն։ Ես ուզում եմ վկայել մանավանդ մեր բացակա, մեր նահատակված, մեր զոհված հայրենակիցների անունից։ Նրանք հետևողականորեն նպատակասլաց, բացարձակապես անհույս պայմաններում, անայտ պայմաններում պայքարում էին, որ մենք դառնանք միջազգային իրավունքի ենթակա, դառնայինք համաշխարհային քաղաքակիրթ ազգերի մաս ու մեր ներդրում ունենային։ Այսինքն դա պատահական չի եղել։ Այսօր, երբ խոսում են ահաբեկչության մասին, միանգամից ասեք, ահաբեկչություն չէ, մի քանի 100,000 մարդու սպանել, քաղաքական ձայները ոչնչացնել հանրաքվեի ժամանակ։ Ահաբեկչություն չէ, մի քանի օր առաջ հարյուրավոր մարդկանց այս օրերի ընթացքում բերման ենթարկել ճակերտավոր։ Կարո Եղնուկյանը այսօր բանտում է ընդամենը այն բանի համար, որ արել է այն, ինչ դեզից ամեն ոք անում է։ Եկել է հրապարակ ասելու, որ ես հասկանում եմ սասնաթռերի գործունեության դրդապատճառները, գուցեև գող չեմ, որ նրանք ստիպված են եղել դիմել զենքի, բայց հասկանում եմ, որ նրանք այդ արել են, որտեղ այլ ելք չունեին։ Ուրեմն մենք պիտի այդ միասնական ոգին մեզ այստեղ բերած միասնական ոգին կրկնապատկենք, տասնապատկենք, որպեսզի չթողնենք, որ հարցերը այնքան խորանան, որ հայտնվենք փակուղային վիճակում։ Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, այո, ես հրապարակավել ցավակցություն հայտնել եմ, բայց այդ մեկ մահը, որ տեղի ունեցել պատահականորեն, ոչ ոք ոչ միայն դա չէր ծրագրում, այլ նաև դրան պատրաստ, այսինքն այդպիսի ձգտում ու նպատակ չի ունեցել։ Այս պատատների ազատ արձակումը հարցը լուծեց։ Այն տարիներին, երբ մեր հայրենակիցները, ձեզնից շատերի հայրերը ամենածանր պայմաններում երազում էին անկախ Հայաստանի մասին, նրանք այսպիսի Հայաստան չէին երազում, որ անկախ լինելու 20 տարի հետո, 25 տարի հետո պիտի այսպիսի խնդիր ունենա։ Դուք գիտեք, ես շատ կարևոր ասելու բաներ ունեմ, բայց հասկանանք իրավիճակը, սա հանրահավաք է, որտեղ պիտի իրար լսենք, բայց խնդրում եմ հիմա հիշեք մի քանի բառեր։ Այսօր մեր եղբայրները կամավոր անազատության մեջ են։ Ոչ կամավոր անազատության մեջ գտնվող մեր նախնիները, Հայաստանի անկախության համար պայքարող մարդիկ, այն հուսահատական պայմաններում, երբ զգում էին, որ իրենց մասին ոչ ոք չգիտի, իրենք Սիբիրյան բանտերում են, երգում էին, մենք գերված ենք, աքսորված ենք, բայց երկիր դու ազատ կլինես։ Հիմա խնդրում եմ ինձ հետ, մենք վաղուց միասին չենք երգել։ Մենք գերված ենք, աքսորված ենք, բայց երկիր դու ազատ կլինես։ Մենք գերված ենք, աքսորված ենք, բայց երկիր դու ազատ կլինես։ Հիմա դուք եք երգելու, ես չեմ երգում։ Մենք գերված ենք,
ակսորված ենք, բայց Հայաստան դու ազատ կլինես Ազատ ակավ Հայաստան Ազատ ակավ Հայաստան Ազատ ակավ Հայաստան Բարձրացնենք մեր բռունցքները եւս մեկ անգամ մեր հաղթանակի խորհրդանիշը եւ ոչ միայն մերը որտեղ ճնշվածները խաբվածները գլուխ են բարձրացրել ընդդեմ բռնության հանուն իրենց արժանապատվության իրավունքի ամենտեղ եղել է բռունցքը որտեղ բռունցքը դա մարդկային ուժի եւ միասնականության խորհրդանիշն է լինենք միասին եւ Հարգելի հրսատողներ, հիմա մենք քայլում ենք դեպի քիչ առաջ իմ նշած ոստիկանական բարիկադների ուղղությամբ, ահա արդեն այս ընթացքում ես լսում եմ, որ հարթակից նույնպես հայտարարեցին, որ Տիգրան Մեծի պողոտայից Տիգրան անունով երիտասարդի են քաղաքացիական հագուստով հանձինք տարել Հարգելի հեռուստատողներ, ձեր էկրաններին արդեն տեսանելի են իմ կողմից հիշատակած ոստիկանական պատնեշ, ինչպես տեսնում եք 3-4 գծով ոստիկանները շղթակազմած, ես հիշեցնեմ, որ նրանք մոտ 15 րոպե առաջ այստեղ եկան, ինչպես տեսնում եք առաջին շարքերում կանգնած բոլոր ոստիկանները վահաններով են, ինչպես նաև սաղավարտով ու զրահաբաճկոններով, վերջին անգամ նրանք այս համազգեստով եւ այստեղ կանգնել էին բախման օրը կոնկրետ ոստիկանական այս հատվածում քաղաքացիներ կարելի ասել ընդհանրապես չկան ցույցի մասնակիցները կազմակերպիչները բարբերաբար մոտենում են ահա այս ընթացքում էլ Հրաչիկ Միրզոյանը մոտենում է քաղաքացիներին եւ հորդորում է հետ գնալ ոստիկանների դիմացից թե ինչ նպատակ ունի ոստիկանական ուժերի կենտրոնացումը այս հատվածում, քիչ հետո ես կփորձեմ ճշտել, եթե այս հատվածում տեսնեմ բարձրաստիճան ոստիկաններին վերադաս կազմից ամբողջ երկայնքով են, ահա մինչև բարձրահարկ շենքի հատվածից Խորենացի փողոցի այս մյուս կողմը ձգվող բենզալցակայանը Հիմա տեղափոխվենք Թուրքիա, այստեղ եւ մենք նորից կվերադառնանք իհարկե Խորենացի փողոց, բայց մեր հարևան երկրում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում եւ այնտեղ ըստ էության հաստատվում է ավտորիտար համակարգ եւ արևմտյան փորձագետները ընդհանրապես շատերը մտահոգություն ունեն, որ երկիրը երես է թեքում ընդհանրապես ժողովրդավարությունից եւ շարժվում է դեպի ավտորիտար համակարգ Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջապես իրականացնում է ուժեղ նախագահական համակարգ ստեղծելու իր երազանքը։ Այժմ երկրում արտակարգ դրություն է հաստատվել, ամեն օր ձերբակալություններ են։ ԱՄՆ-ում բնակվող թուրք հոգևորական Ֆեթուլա Գյուլենի հետ կապեր ունենալու կասկածանքով փակվում են դպրոցներ, աշխատանքից հեռացվում են հազարավոր ուսուցիչներ։ Էրդողանը հեղաշրջմանը մասնակից լինելու կամ օժանդակելու պատրվակով երկիրը մաքրում է իր համար անցանկալի մարդկանցից, Թուրքիան ծանր օրեր է ապրում, ձախողված հեղաշրջումից հետո Էրդողանը եւ նրա կուսակցությունը իրենց վերահսկողությունն են հաստատում բոլոր հաստատությունների վրա, թե բանակի եւ թե օրենսդիր դատական մարմինների վրա։ Իսկ ինչ վիճակ է հայկական համայնքում, ինչպես կանդրադառնա այս ամենը Թուրքիայում բնակվող 100 հազարավոր հայերի վրա։ Մեր հարցազրույցը Ակոս թերթի հայկական հրատարակության խմբագիր Բագրատ Տեստուկյանի հետ հարցազրույցը վարում է Ստամբուլի մեր թղթակից Տաթև Սարգսյանը։ Մինչ այդ դուք կարող եք նաև մեր էկրանին դիտել փոքր պատոհանով
Խորենացու փողոցում տեղի ունեցող իրադարձություններին հետևել ուղիղ եթերի ռեժիմով։ Հիմա դիտենք այդ հարցազրույցը։ Անցած շաբաթ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրում 3 ամիս տևողությամբ արտակարգ դրություն է հայտարարված։ Պետության մի շարք կարևոր կառույցներում շարունակվում է կադրային մաքրում իրականացվել։ Թուրքիայում համակարգային լուրջ փոփոխություններ են սպասվում։ Ստամբուլում լույս տեսնող ԱԿՈՍ պարբերականի հայերեն էջերի խմբագիր Բագրատ Տեստուկյանը Ազատության հետ զրույցում նշեց, որ չնայած երկրում ստեղծված իրավիճակը Թուրքիայի հայ համայնքի համար ուղղակի սպառնալիքներ չի պարունակում, այնուհանդերձ վտանգված է մարդկանց իրավունքներն ու ազատությունները։ Ուրեմն պաշտոնապես արդեն արդագարգ իրավիճակ կա երկրի մեջ։ Այդ իրավիճակեն անշուշտ որ բոլոր քաղաքացիները պիտի դուշեն որոշ չափով ազատությունները պիտի սահմանափակվին, այդ առումով նաև հայ համայնքը, բայց ուղղակի հատուկ հայ համայնքին ուղղյա սահմանուն մտահոգություն պատճառող երևույթ չկա։ Մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանի այն հայտարարությունը, թե արտակարգ դրությունը չի ազդի քաղաքացիների առօրյա կյանքի վրա, Էստուկյանը նշեց, դա վերաբերում է հասարակության այն զանգվածին, որը գաղափարներ տարածելու խնդիր չունի։ Հավանաբար ամեն մարդ ավելի զգուշ պիտի լա հետ այսու իր խոսքին մեջ, իր գործին մեջ, իր վարվելագերբին մեջ, իր ելույթներուն մեջ, այդ թվում նաև անշուշտ որ հայերն ալ բարձրապես երգիրը զսպելու չանք մնե այս եղածը խոսքի ազատության սահմանափակումը քաղաքարի դարածման սահմանափակումը արդեն ուղղակի մարդոց սպառնալիք է այս խոսքը ուրեմն մխիթարություն կրնալ բոլոր այն մարդկանց համար որոնք կարծեն թե իրենք բանի հետ գործ չունին, իրենց գործին հետևեն են, աշխատանքին, հացի հոգին հետևեն են, ուրեմն իրենց կյանքին սպառնացող բան չկա, բայց եթե երկրի մեջ թերթերը ջնշումի տակ են, կարծիքները ջնշումի տակ են, հեռուստակայանները եթե ջնշումի տակ են, սա կնշանակի հասարակությունը ջնշումի տակ է։ Ճիշտ է, որ ոչ մեկ խաղապարի դեր չեղող մարդիկ այդ ջնշումը պիտի չզգան, չեն զգացած բոլոր ժամանակներում, այսօր պիտի չզգան։ Էրդողանի խոսքը միայն այդ զանգվածի համար մխիթարություն մգրնալավ։ Իր կյանքի ընթացքում մի քանի հեղաշրջումների ականատես դարձած Էստուկյանը որոշակի օրինաչափություն է նկատում։ Նրա կարծիքով Թուրքիայում հեղաշրջումը հարատև երևույթ է։ Կարծես թե հեղափոխությունները հարատև ընթացքում ունեն Թուրքիայի մեջ։ Իմ բարեկամն է, սիրելի բարեկամն է մտավորական Ռագուբ Զարակովը վերջին հոդվածը գրի արած էր, որ այս տիպով հրատարակեցինք, ԱԳՕՍ-ի այս տիպով հայերեն էջերու մեջ թարգմանաբար հրատարակեցինք, ինք այս հեղափոխություններու հարադեվության արմատը գբերեր 1908 թվականին, երբ որ սահմանադրական համագարկում կոյացավ առաջին անգամ երկրի մեջ, երբ որ թագավորության ժամանակ տակավին Օսմանյան գայսրության շրջանին հրճագեցին, որ բոլոր քաղաքացիները հավասար պիտի լան հետ այսու մահմեդական քրիստոնյա խնդրականություն պիտի չլա, քրիստոնյաներն ալ փանակը պիտի ծառայեն եւ այլն, ադուր ամիջապես հագա երեսը, աբաթարցը, արձականքը դարի մվերջի գրոնամուլներու ապստամբություն եղավ 31 մարտի թվականին, որում ամիջապես հաջորդեց Ադանայի կոտորածները։ Եվ այդ օրեն մինչև այսօր կարծես թե ամեն հեղափոխական աշխատություն միշտ իր հագարակն ալ մեջը բաղունակած է եւ հարադեվ երևույթն է։ Բագրատ Տեստուկյանը նաև մտահոգություն հայտնեց, որ երկրում վերելք ապրող ազգայնական տրամադրությունները արտագաղթի նոր ալիքի պատճառ կարող են դառնալ ոչ միայն հայ համայնքում, այլև ամբողջ երկրում։ Ասում է, լավատես է, բայց այս իրավիճակում լավատեսությունը միամտություն է։ Անշուշտ որ վտանգավոր է, ադոր բերումով դարձյալ արտագաղթելու մտահոգությունը
ոչ միայն երկրի հայ համայնքին, այլ երկրի որոշ զարգացում արձանագրած թուրքերուն համարալ օրակարգի եկած է։ Այսօր թուրքերը սկսած են խոսել այն մասին, թե արդյոք որ երկիրը երթանք, որ անգամն այս թժողքի մեջ ապրած չլանք։ Եվ կքննարկենք հիմա Կանադա երթալը ավելի լավ է, թե Իսլանդա երթալը ավելի լավ է։ Իսլանդա երթանք ինչ բինենք ցույց պիտի որսանք, փոքրիկ երկիր է, ուրիշ մեկը Ավստրիան ավելի լավն է, մյուսը Նոր Զելանդիան ավելի լավ է։ Ուրեմն հիմա ոչ միայն հայ փոքրամասնությունը, այդ երկրի թուրքերն ալ որոշ մեկ հատվածը ճիշտ այս մտադանչության մեջ է։ Մանավանդ երիտասարդ սերունդները աբական ինչպես պիտի տեսնեն, հուսադրվելու առիթները նվազեցան այս երկրի մեջ։ Ինչ որ այդ առիթները դակավին քանի տարի առաջ բավական գենտանի էին, մարդիկ համոզված էին, որ պիտի կրնան երկրի այս չար փախտը փոխել, այս ավանդությունը փոխել, ավելի մարդավայել երկիրը դարձնել։ Բայց հիմա բոլոր այդ հույս ունեցող շարքերը, այդ երիտասարդությունը լուրջ հորետեսության մատնված են, լուրջ մտահոգությունների մեջ են։ Ես սկզբունքորեն լավադեսություն բահած մարդ եմ, կհավատամ, որ վերջի վերջո բարիքը պիտի հաղթահարե, բայց քոնե դեսաների աբակային մեջ այս մեկը հուսալը բավական դժվար է։ Կիրակ նրա վերլուծականն է, եթերում ձեզ հետ Հրայր Թամրազյանն է, մենք հիմա տեղափոխվենք Խորենացի փողոց, այնտեղ իմ գործընկեր Սիսակ Գաբրելյանն է աշխատում, հիմա խնդրենք Սիսակին վերջին տեղեկությունները հաղորդել եւ ընդհանրապես գուցե սկսենք նրանից, սկսենք ուղիղ միացումով եւ տեսնենք կարծես թե Ալեք Գոմշյանն է ելույթ ունենում, գուցե սկսենք այդ ելույթից։ Ներկա ժամանակներում ամենահրադապ հարցերից մեկի բացառում, այսինքն Արցախյան ազատագրված տարածքների հակառակորդին հանձնման ցանկացած մտքի անգամ բացառում։ Եվ վերջապես այս բոլորի բսակը ինքնիշխան ազատ արդար Հայաստան պետության, ես նորից ասեմ, չեմ ուզում ասել վերը հաստատում, որովհետև ցավոք մեր պատմության ընթացքում շատ երկար ժամանակ է չենք ունեցել, կամ ընդամենը 1-2 տարի ենք ունեցել, ինքնիշխան ազատ եւ արդար Հայաստանի հաստատում գայացում։ Այս առումներով ես ուզում եմ անդրադառնալ երկու երևույթի։ 7 օրեր առաջ սկսած այս ճգնաժամային իրավիճակի հանգուցալուծման նպատակով դարբեր ջիքեր տապվեցին։ Այնտեղ իր մասնակցությունը փորձեց բերել նաև Արցախի ազատամարտի հերոսամարտի հերոսներից մեկը գեներալ Բալասանյանը։ Ներողություն, մնանք հարկանքով։ Ես ուզում եմ մեզ բոլորիս զգուշացնել որ բոլորս գիտակից լինենք եւ այստեղ եւ Արցախում։ Գիտեք, երբեմն շատ նուրբ գործողություններ կարող է տեղի ունենան։ Ես չեմ ուզում գնահատականներ տալ կատարվածին, սակայն գիտենք, որ երեկվա որոշ արտահայտություններ որոշակի դրամատուրգություն ստեղծեցին գեներալ Բալասանյանի նկատմամբ։ Ես չէի ցանկանա դա, ես դա անձնական խնդիր չէ, որ հիմա այստեղ վերեմ հանում։ Մենք պիտի իմանանք, որ գեներալ Բալասանյանը Արցախից է, հայ մարդ է եւ նաեւ Արցախում ինտիմատիվ պատգամավոր է։ Ես մեզ բոլորիս զգուշացնում եմ, որ մենք, ես մեզ բոլորիս զգուշացնում եմ, որ
այս վերջին 2-3 օրերի զարգացումները եւ այն հանգամանքը, որ Բալասանյանը Արցախից է եւ ինտիմատիվ է, մենք թույլ չտանք, որ դա օգտագործվի վերստին այսպես կոչված Երևանցի արցախցի, հայաստանցի արցախցի նման հարցերի արձածմանը կավլիցի, ես ինքս բայկարելու եմ ցանկացած նման երևույթի նկատմամբ, եթե այդ առումով ինչ-որ դրամատուրգություններ լինեն, կապված գեներալ Բալասանյանի երեկվա ունեցած որոշ արտահայտությունների եւ այլն։ Մենք պիտի հասկանանք, որ իրավիճակը շատ նուրբ է եւ գիտակցված կամ չգիտակցված նման զարգացումներ կարող են շահարկվել մեր արտաքին եւ ներքին հակառակորդների կողմից եւ ես վերստին գոչ եմ անում զգաստության, որտորում եմ մեզ բոլորիս զգաց լինել եւ ցանկացած նման իրողություն թույլ չտալ, որ սասանի եւ դադանի մեր ազգային ներքին միասնությունը։ Արցախցին լավ է Ինչպես լսեցիք, Ալեք Ենիգոմշյանն էր, նա քննադատեց Վիտալի Բալասանյանի հասցեին հնչող որոշ մեկնաբանություններ, ասաց, որ նա արցախցի է եւ ընդդիմադիր է եւ պետք է նրա նկատմամբ վերաբերմունքը չփոխել, նա Արցախի հերոս է եւ կոչ է անում զգոնության, ասելով, որ զգաստության, ասելով, որ ահա այս միջադեպը Վիտալի Բալասանյանի հետ կապված կարող է ուրեմն օգտագործվել արտաքին հակառակորդների, թշնամիների կողմից։ Հիմա Ալեք Ենիգոմշյանն է շարունակում իր ելույթը, իսկ մենք եթերում ենք 24 ժամ, պատմում եւ ցուցադրում ենք, թե ինչ է կատարվում Խորենացի փողոցում եւ ընդհանրապես տեղեկացնում ենք ձեզ, թե ինչ է կատարվում Հայաստանում եւ Հայաստանի շուրջ։ Մենք եթերում ենք 24 ժամ, շաբաթը 7 օր։ Շնորհակալություն, գերակնարավելուցականներ եթերում, ձեզ հետ Հրայր Թամրազյանն էր, իսկ մենք շարունակում ենք մեր ուղիղ եթերը։